թիթերով այ հենց սրան վերաբերական վերջին ատլանտիդացին ախպերն ստեղից հարցեցի մեսի անա գեղարվեստական գիրկը չէ թարգմանություն մակրչան իլև խի եմ բանանում ախպեր հոսգի ատլանտիդան կեզ թվում գեղարվեստական ինչ-որ թեմա է թե իսկական եղել է Վերջի դժվար բան ես Գերմես Տրիսմեգիստը գիտես ով Չէ Անա Եգիպտացի բան տոտ մի հատ բան աստված կա Հա այդ նույնն է էլի նույն մարդն Գերմես Տրիժդավիլիչայշի եփի գերմեցիզմն է էլի հենց ինքն է այդ ուսմունքը Հա ոչ ինքն էլ է իր մի գիրք կա Կիբալիոն կարծեմ Կիբալիոնի մեջ է հենց իր գրականությունից որտեղ ասում է որ Ատլանտիդան իրականում եղել է ու հենց Գերմեսն է էլի անդրադառնում այդ թեմային այդ մուդրեց ու պատմում է էլի այնտեղ ոնց են եղել ժողովուրդը ինչ քաղաքականություն ինչ մակարդակի վրա է եղել ու ինչի պատճառով է կործանվել եւ այլ հա ու ասենք այդ ամեն ինչից հետո որ վերցնում ես ինչ-որ մեկը գելա վերջին Ատլանտիդացի Արդեն որ չես կամ լուրջ վերաբերվես էլի Չուբակը մի բան գրել է ինչ հեքիաթ է գրել երեխեքի համար չգիտեմ անկյաց մեջ ինչ կա նա 71 տվին ասեմ դու ոնց կա որ նա երկխոսություններ բաներ ինչ Գերմեսն ասած բան ոմն ստրուքի խրատում եմ քեզ Մարդիկ տենց են անում, հետո մի բան իր համար մոռանում նարկաման են մարդիկ ասել եմ ու կասեմ նարկամանություն թույն աղեղը տուրս գալիս եմ շատ կալի ապրել, մի հատ պուճուր բաղնիկ սարքի իննել եմ շատ իձալական ես կամ կապրան Սարեցի շունչ է կայել բայց շատ թույն շունչ է շատ կայպ ապրում են էլի մարդիկ ապրում են Ստիպում է, հա Ինչ ես գալիս Ստեղնարի ազատորից Մուրա որ ստրես, ասում ես 10 քանի օրա չես եկել Գործ 10 քանի օրա ազատոր չունես Դե համբալություն ես ամտոնը բարդ Այ Ես չեմ կարող մորանց գիտարները տել է Հա, մի մասն Ինչպես ես կան արեց շատ Նարկոտիկ է Նարկաման Երդությունը լավ բան Էլով ունես այդ խումբ բան չունես Չէ, մեր մոտ դժվար այդ առումով Ձորը ժողովուրդը Ապես ձեր զորը թույն է աղբեր Ձորը, հա, ձորը լավ թույն է Նոմա ժողովուրդը մի շկոն է բարձանա մտածելակերպով Ապե պետք է բարձրացնեք ձեր ջահելների հետ խոսում եմ, որ նոր եմ եկես դե անցած տարի հարց փորձ են անդախ Երևանից այս բան խես եկել Ոսում եմ գերմոս խես եկել ասենք գնա Երևանում ապրի ախպեր հետո արից թե պատահական ասենք ինչ-որ հարցով Իսկի մի քիչ երկար մնա ու տես որ դու չես ուզում պրոստը հետ գնաս Ես տեղից սաղ փախնում են Երևան դու տալիս ես Հա բայց բլին Շխի ախպեր, ասում ես թե ոչ մի բան չկա, պես ինչ ապես, դեր բանդնելու տեղ Հա, դա Ապի գրանիկա, կզվենք եմ պաղվի Հա, ասում ես թե ոչ մի բան չկա Հա, դե իրականում Նենց հավոր Խի չկա Չէ, Ելնել չելնելու հարցը չի, հիմա չկա, ես իմ ուզածը կարում եմ անեմ, դուք ուզածը կարում ես ասել չկա իմ մեջ Բայց դե այսօր մեր հասարակությունը նենց հա, որ շատ է նայում ով ոնց ապրում ու ինքն էլ ձգտում ու տենց ապրում չհասկանալով որ դու սխալ է նույն Instagram-ի էջերը, նույն Facebook-ի էջերը որ տենց իրանց ցույց են տալիս մենք հաջողության ասանք ես Անկեր տենց հաջողության հասածները գալիս են մեր մոտ փող են գցում որ մի հատ գլաս առնում են երթով նկարում են ավելի հա ուղղակի տենց են Հադե բայց գնանք մենք հաջողության հասկանում եմ պրոստը իսկական հաջողությունը այդ չէ Հա ինչն է իսկական հաջողությունը ինձ համար այն որ
ներսում այդ խաղաղություն լինի ու դու ինչ ուզենաս ոչ դիմացինիդ վնասելով կարողանաս անասել։ Օրինակ ինչ ուզենաս։ Օրինակ ստուդիա բացեմ, եկել եմ ստուդիան բացել եմ, ասում տեղը գտել եմ, ասում, ինչ որ շատ մարդիկ ասում էին ալավրապի չի լինի, չի աշխատի, ինչի դա պետք գնա Երևան, բայց այսօր դες ստացենք։ Նույնը նկարել են, նույնը տատում, ինչ տարբերություն։ Դες լիքը թեմաներ ասենք, որ ջահելությունը ոչ էլ ձգտում ունի դες բանը։ Ջահելությունը պետք է դաստիարակվի չես կարծում։ Ջահելությունը ով է դաստիարակում ապրես։ Ինտերնետը։ Instagram։ Instagram։ Ծիշով կեքը հիմնական։ Դրա համար ისի Ապա ես օրինակ ստեի ձեր ջահելների հետ խոսացել եմ, էլի։ Ու ես իրենց Դες դու չկամ ենք մեր ջահելներին կլնգում ենք։ Չէ, չէ։ Շատ թույն տպեր կան, օրինակ հետս աշխատող մի հատ չուբակ կա 19 տարեկան դառնում ես, հա։ Ապա շատ կայֆով տիպն է, էլի շատ ախպեր, որ Արիստոտելը կարդում, 19 տարեկան տղա է, խոսքի, հա, ասենք Արիստոտելը կարդում, ապա մենակ էդի արդեն հենց ես իմացա, ասի վсё ախպեր։ Դզած ես չուբակը, արդեն կարելի է այդ ինչ-որ հետաքրքիր բաներից խոսալ, ինքը քեզ կլսի, բան, դու կլսես իր ջահել մտածելակերպը, սոտի հազապակալին պետք է լսել իրանք ինչ են մտածում, ապա հա ես հիշում եմ հենց ես հեռախոսները չեղել, մեր մանկությունն էր շատ հետաքրքիր թվում։ Դուրսը հալամոլը խաղալով, ֆուտբոլով, գող մլիցը հավալը, ինչ ասես արել ենք ախպեր։ Մինչև գիշերվա 1000-ը դուրս ենք եղել, ասենք ես հիշում եմ, ասենք 8 տարեկան երեխա էի, բայց մինչև գիշերվա 11:30-12-ը, հա, մեծերի հետ վախենալու որներ։ Ինչը։ Ամենավախենալու։ Այդքանի մեջ, դա ինչին է։ Ես ինչ չգիտեմ, մաման կանչում։ Մաման, հա, բայց այդ ժամին արդեն մամաներն էլ էին դուրսը, ասենք, հա, շատ այդ բանը մթնոլորտը շատ թույն էր։ Ու բայց ախպեր, sense մի բան էլ ասեմ, ինձ թվում է Երևանում եղած մթնոլորտը մի մոտավորապես մի 25 տարի առաջվա, այստեղ ես մեկ-մեկ տենում եմ, լեկա ու էդի հավես ախպեր։ Դե գալիս անանից որ զբաղվում չկա։ Բայց գիտես ինչ առումով եմ ասում, պես օրինակ ախպեր շատ մարդիկ, պես որ շատ հարցը տալիս են խի ես գնում Երևան, խի ես տեղափոխվել օրինակ Երևանից տեկներես։ Ես միշտ այդ հիմնական պատճառներից մեկը բերում եմ, ես ասում եմ Երևանում ախպեր, եթե դու ուզում ես ինչ-որ բանի մեջ առաջ գնաս ախպեր, ուժեղ։ Ոչ թե շատ ուժեղ, այլ դու մի քիչ քեզ ավելի վստահ զգաս ինչ-որ թեմայի մեջ, որ հանգիստ զգաս վստահ։ Երևանում չես կարող։ Երևանում չես կարող, որտեղ Երևանում ամեն ինչ կա արդեն։ Ամեն ինչ, ասեք ասեմ, դիխի եմ ասում, էլի։ Երևանում չես կարող սուպերմարկետների հետ ոտ գցես դու սուպերմարկետ բացես։ Հա, հասկացա։ Դրա համար եթե ուզում ես ոտ գցես, կարաս, նես չի չես կարող, բայց դրա համար քեզ մի 30 միլիոն դոլար փող ա պետք, որ ասենք մի հատ ինչ-որ մեկ ուջուր կարողանաս հետաքրքիր բան պատմեմ դրա վերաբերյալ։ Օբշի այդտենց անալիզ են անում։ Հա։ Էսի քեզ process-ն է բացատրում ոնց աշխատում։ Կանում են հակառակորդի թույլ կողմերը, կոմոդ զարգացնում ես այդ թույլ կողմերը։ Դառնում ես կոնկուրենցիա ստանց ընդհանրապես գոյություն չունի, բայց դառնում ես կոնկուրենտ։ Ու հիմա այդ կոնկուրենցիայի ամենավառ, ամենախնդալու պատմությունը այն է, որ սկսել են, չէ, 60-ականներից դիեզերքի գրավելու այդ ծառ պատերազմի Սովետն ու Ամերիկան։ Ամերիկան ընդե գրելու խնդիր ա եղել։ Մեր սովորական գրիչները չեն գրել։ Որտե Ամերիկան։ Դիեզերքը Ամերիկան։ Դիեզերքը։ Ուրեմն Ամերիկան 3 կամ 7 տարի թիվը կոնկրետ չեմ հիշում, ինչ որ դրանց փորձ էր արել, որ գրիչ հայտնաբերի, որ պիտի գրի, իսկ սովետը ասես ինչ արել։ Հենց առաջի օրը մատի տալի բացացրել։ Հասկանում ես։ Այսինքն պետք չի այդպես մտածել, իրանք մեծ են, շատ են, չեմ կարող ոտնի։ Չէ, ես դա քեզ հասկացա, բայց սպասի ախպեր, օրինակ ես մի հատ բան ասեմ, հիմա մեր թեման չեմ ասում, որտեղ եմ աշխատում։ Պրոստը, դու գիտես։ Մեր մոտի սպասարկումը դες դու եկել ես ախպեր, դաժե մենք իրար հետ սպասարկման թեմայով բանից չէ խոսացել, հա։ Դու ասել ես որ այսենց, ես ասել եմ սենց։ Ես գիտեմ ախպեր, վստահ եմ, ու խոսքի մենակ ես չգիտեմ, պրոստը ինձնով էլի, ես գիտեմ ասեկոսներով ախպեր եկել ասել, որ մեր մոտի սպասարկման որը կա, շատ բարձր է։ Ես քեզի դες անկեղծ եմ ասում, ու ոչ թե տարածաշրջանի առումով, այլ առհասարակի առումով։ Կարող ենք մենք հենց ինչ-որ
կարող է չհաստատել թերությունները ունենք, որ մեծ ծակա, պետք է միզը փակվի այդ ծակը, բայց աշխատում ենք էլի այդ ուղղությամբ, բայց նիսմատրիա նա է դա, ապա մենք այդ բանը անում ենք էլի։ Հա, դա անպայման կազմակերպում է։ Այդ ինչ է հիմա ասեմ խեմ ասում, էլի ոտ գցելու թեման հարց չկա։ Դու կարող ես քո մի հատ այնպես կրեատիվ նոտնես նուրբ մի հատ փուճուրսա սիրուն բան գտնես, այդ սիրուն բանով էլ բոմբ ես։ Բայց ոսկի լավ, ասենք կենտրոնում ախպեր, լիքը հազարատ փապ կա ախպեր, լիքը շատ։ Մեկը մեկից ինչ-որ մի բանով տարբերում է, բայց որ ասեմ, ինձ մոտ իզումինկա կա, անես մի հատ տեղ, որ այ դրա համար կարելի է գնալ, ես չկա, ես չեմ տեսել այստեղ։ Ես լիքը ֆրացել եմ։ Իսկ ինչ ձևի իզումինկա է ալնելու, որ կոնկրետ դու գնաս։ Դե չգիտեմ ախպեր, չեմ ասում։ Քեզ անձնապես ինչ է չի կպել ախպեր։ Ինչ է հետաքրքրում ինձ կոնկրետ, որ գնամ դե ժամանակ անցկացնեմ։ Հա, ինչ ձևի փապ լինի, որ գնաս անցկացնես։ Օրինակ այսինքն ես կարծեմ ես թեմայով մենք դաշը խոսացել ենք։ Այսինքն մի հատ հետաքրքիր ես բան եմ մտածել, որ լինեն ասես գրապարաններ, որոնց որ քո մոտ այն հիմա ստուդիայում ու ընդհանուր սաղ ինտերիերը գրքի թեմա լիներ։ Ու ես вообще մտածում եմ ոչ թե sense 5 գրականություն լիներ, ասենք սովետական, ու դաժե ոչ թե բան, ոչ թե հին սովետական, այլ ավելի հին։ Այն իմ ասած են կողոբացի եւ այլն, որ զի տպեր են, այլ հիմա ասենք այդ գրականությունը պրոստը բացակայում է։ Իրը բացակայում է, հələ մենք բացի ախպեր, ինտերնետը բացում ես, вообще գրականության թեման դարել է դիշովի թեմա, ախպեր ամենայն հարավանքով, որովհետեւ ինքը անենց են ապել ես գիրքն եմ կարդացել, ես էլ ոնց գոն կանի ախպեր գիրք կարդում, ինչ ես կարդում էլի, որ մի բան հարց է տալիս ես գրքից ընդհանրապես ոչ մի բան ինքան է։ Ապեր, հա, ինքան էլ արագ-արագ, ասում եմ ես մի օրում 250 էջ եմ կարդում, մեկը տակը դուրն է, ասում եմ 400 էջ։ Հանա բատիկ դու ախպեր, չեք հասկանում, որտեղ ինչ եք կարդում ախպեր։ Ես էլ եմ գիրք կարդացել էլի, ախպեր, ես ասեմ գիրքը 15 անգամ կարդացել եմ, օրինակ Գերմես Տրիսմեգիստ ախպեր բան ունի, Իզումրուդն է սկրիժալի։ Ու այդ իր կիբալոնը, ապե 1000 անգամ լսել եմ ես այդ գրքերը, 1000 անգամ կարդացել եմ։ Իսկ ամենահետաքրքիրը ինչի վրա ես բանացել։ Вообще ինչ առումով հետաքրքիր ինչ չէ, տապոր թե հոգեկան ինչ չէ հարցը։ Որ մի անգամ կարդացիր, որ ժամանակ անցավ, երկրորդ անգամ կարդացիր, դու հաստատ այն մարդը չես ինչ որ առաջ անգամ։ Դե բնական է բառը։ Ինչ որ նոր բան քեզ համար էլի բարձր։ Երրորդ անգամ կարդում ես, մեկ էլ լինես բան ես բարձում, որ առաջ երկուսին չէիր կարդում։ Ահա, այդ ինձ բան ախտեր, Ձնագնդիկի էֆեկտն է, հա։ Ձնագնդիկը ո՞րն է դասիկ որ ձնագնդիկ որ Հա, դիմաց հավաքում ասած, հա։ Ես այդ բանին վերաբերական եմ ասել, բան կա, պրակտիկա կա էլի, քրիստոնեական լեստվիցա է կոչվում, լեստվիցա ոնց որ բան, լեսնիցայի հետ է, պրոստը ավելի հին է, երևի դրա համար են ասում, չեմ խորացել ես ոնց է։ Մեջ ու բառակազմության, բայց ու այդ լեստվիցան ոնց որ քեզ բաներ է տալի, ախպեր, հոգևոր պրակտիկա, քեզ դասեր է տալի, 30 դաս է կարծեմ։ Դու պետք է էսի անես, հետո այնպես աստիճանաբար պետք է էսի միջև չանես, չհասկանաս, ու չես հասկանա, չոր աստիճանի թեման, ինչի մասին է, էլի вообще։ Պրոստը կարդում է, հա։ Ոնց որ դավասությունն է կարդում։ Հենց այդ ապեսին գիրքը շփիփոթեն անում արագ-արագ ես ասեմ, հա վերջ ախպեր, գրականության թեման նենց են դարձել, որ գրականությունը մոդա է, այսօր կարդալը մոդա է, այսինքն ինչ պլակատներ են կպցնում բառով, այսինքն այդ կարդալը երբ մոդա չի եղել, չեն ասենք կարդալու մոդան կամ որն է։ Էլի գալիս ենք նա, որ ինչ Instagram-ը թելադրում է, դա հա, ապեր շատ կարելի է, չունեմ ճիշտ չունեմ, ես չեմ, ես գիտեմ, ինձ պետք է ճիճու անենալ, որովհետև կամ ես կողին է ծավալը գլուխը ծառած մեջ չեմ մտած։ Ապա հասավի բիզը ծուրը գետ դեֆորմացված։ Ապա ուստեղ չեն, այդ տարածքում չեն, ջալին նստած են։ Գործի տեղ ախպեր, գործ են կանում, եկել են, դե պատասխանատու են դեղ։ Եկել են գնում են, ֆռում են, ապա նայում ինչ շատ կատարվում, որտեղ ոնց շողում են, ջալին երկու հոգով նստած են հեռախոսները, ձեռները ախպեր։ Կողներով սենց անցնում, ինչ-որ բան եմ ասում ախպեր, զրո ախպեր, զրո ուշադրություն դեպի ինձ ախպեր, սենց բան եմ ասում ու գնում եմ ու սենց քայլում, շարունակում քայլել, որ գնամ դալշը տենամ ինչ է կատարում, ու ջոգնում ձին չկա ախպեր, սենց քայլում թերքում եմ ախպեր, այսպես հեռախոսի մեջ են ախպեր, սենց տղեք ձեր հետ եմ խոսում, ապես զրո անգել, զրո կլամբացած սաղ ուշադրությունը հեռախոսի մեջ է ախպեր, ու էդի շատ լավ կա ախպեր,
կատաստրոֆիկ բան է, որովհետև այդ քո ասած հաջողությունը ապա իրանք չեն ունենա երբեք էլի, եթե այդ շարունակեն ապրել։ Հաջողություն ուզում ալավեր լինեն, որտեղ ուզում են լինեն կապան։ այդի հարց չկա։ Վերջ ապեր, խոսացին թեքվան իր խոսակցությունից, բայց մենք արագ էս եզրափակենք, ասում տղեկ։ Ասում են խես եկել էլի իստե։ Ասում ախպեր, իստե մա տելեֆոնը կողքերդ նայ ախպեր։ Սարին հելենա, ժայռերը նայ, էս կանաչը գետից են, ապա երկինք, ապա օդը կերխտու ջաստերը տենում ենք, ապա Երևան գլուխից բարձրում, մենակ այն ամենավատ շերեքն են, ապա կողքից ապա բան չկա, ապա ոչ մի բան։ Ասում մեզ ամեն ինչ դուրս չի գալի ախպեր։ Դե հասկանում եմ, որ իրանց համար սովորական է դա, ախպեր, իրանք ստեղծվել են մեծացել են։ Հա, օքեյ, հա, բայց ասենք կարող է գիտես ինչ, կարող է ես որ Երևանում եմ մեծացել, ես չեմ ունեցել այդ տարբերակը, մտածում ես որ 10 տարի ստե ապրես, դու ես ընկնելու նրան, որ նորմալ է։ Չէ, դե ես չէ, ապրել, ինձի վերաբերական չի կոնկրետ, երևույթին է վերաբերական իմ ասած։ Կարաս գնահատես։ Հա։ Ինձ ես առավոտ արձանում եմ, թե չէ, մի հատ պրոստը ինձ պատուհանից նայում սարերը տենում եմ, մի անգամից sense էներգիան sense լցվում այդ սարերից մեջ ստերում է, թե sense խշտում է ինձ ուտել ախպեր, ես այնքան շատ եմ sense լցվում այդ էներգիա ու շունչս կտրվում ախպեր, հելնում եմ ու սկսում եմ գժի պես գնալ գալ անել վերցնել դնել դի կայֆ ախպեր, Երևանում ես այդ ամենը չեմ կարող անել, որտեղ այդ էներգիայի ախպերը ոնց որ շատ sense խիտ ճնշված ախպեր, դեմքեր եմ մարդկանց ախպեր դժգոհ ընկեր շատ այդ ամեն սա շատ խնդրեմ են դարձել կյանքը այնտեղ հասկանաս այդ խնդրեմը շատ խփած է չէ ստե բնությունը չի թողում որ ես տենամ այդ խնդրեմ կարող է մի քիչ էգոիզմը խոսում է որ ես ընդից փախել եմ որ դամ չտենամ հա ինչ ուզես տալիս դա ավելի լավ հա բայց ոնց որ ստե հələ քանի տես խտացած չի կարելի է հենց անել որ լաժի չխտանա էլի հա այն որ ասենք մի քիչ շատ շփվել ջահելների հետ օգնել իրանց ախպեր իրականում շատ տարբերություն կա մեկի ժողովրդի ու Երևանի ժողովրդի մեջ նայած ինչ անում մտածելակերպի ինձ է հա շատ տարբերությունը շատ ասենք դες օրինակ այսօր բան տեղի ունեցած բան ախպեր կա իջնում եմ բան գործից տեղ եմ իջնում տնից միջով ստատ գալը երեխեք են ախպեր, պուլպուլակի մոտ ջուրմուր են պոզիսնում իրավարաբան, կողքներով անցան, մեկը հետևիցս մեկը գորում հելո արա, մազերդ ոնց որ լավ շալվի դե ոչ իման շասություն հելո արեցի ախպեր, դու երեխա ընդ կողքի ջայլներ էին կայնած, մի քիչ ավելի մեծ տարիքով, չխայնած համոտները չի կարելի, ինչև է, այդտեղ եմ ասում, ասենք Երևանում, ասենք արդեն փլավ մազերը նորմալ է իմ էլի ախպեր, հա Անդե տես չկա, ստե դաժե ստե մեծ տարիքովների մեջ ախպեր նայց են նայում օրինակ մահազելից կամ տատուներից այդ տարօրինակ համոհոտը մնացել է հա հենց էդի չեմ ասում վատ է կամ ասենք լավ բայց այդ տարբերությունը օրինակ կա բայց հենց էլ չի որ Երևանում вообще բան դա արդեն հալածի ու այդ աղընդունում են էլի անդել այդ սոված աչքերը կամ ճակերտների մեջ էլի ոչ մի վատ իմաստով չեն սենց նայում են ախպեր զավ նայում ուզում են, ավելի գիտես ինչից, հա, ինքնահարտահայտման վախն ախպեր մարդկանց մեջ, որտեղ դի ամենայն հարգանքով եմ ասում, բայց դե հիմա ոնց կա տենց եմ ասում, ես հարգանքն էլ մի քիչ էլի հարաբերական, էլի սիրում եմ, պրոստը սիրելով ավելի շատ տենց ասեմ, սիրում եմ իրանց, դրա համար եմ տենց ասում։ Ասենք դու ուզում ես, չգիտեմ, դեմքիս տատուիրով եք ունեմ, մարդկ ասում ապե ոնց ես դու խարել արել ես Հա, էդի քեզ ասեմ ինչ, էդի թույլտվության պակաս է ընդհանրեն։ Հա, իրանց չէ ինչ ունեք լի թողի որ անեն։ Իրանց չեն կարող թույլ տան։ Հա, անեն, այն ինչ որ ուզում են, որովհետև կարող մաման չվայնանա, պապա չվայնանա։ Էդի շատ լուրջ եմ ասում։ Հա, մենակ մամա պապայի թեման, հա։ Հա, մամա պապան դու ընդհանրապես հենց մամա պապային մի բան արա, օբշի իրան դաստիարակող ոյ կերպար, դի ծնողներն են առաջինը, դաստիարակները մանկապարտեզում դպրոցում դաստիարակները, ծնողական ֆիգուրա, հա։ Բայց դե Մենք քննվում ենք, մեզ փոքր ժամանակ շատ են դնում ճակերտների մեջ, չի կարելի ձայնը չլսեն, չանես, ու էդի գալիս է նրանից, որ դու սկսում ես մտածել, եթե ես այդպես չանեմ, ուրեմն ինչ չեն սիրի, ես պիտի տենց անեմ, ու դու տենց մեծանում ես, access ուզում outsider-ը ապրես, այ ապրես, իսկ գոյ չես սնում, որտեղ իսկ գոյները ցեղից, երբ որ
դուրս էին անում իրանք հին ժամանակներում։ Այդ գենետիկ կոդը արյան մեջ մեր ուղեղը ժամանակ չկա, թե 21 տարի առաջ թե հիմա նույնն է, նույն նո էվոլյուցիան հանացել է։ Բայց միտքը հասկացա։ Ու հենց դրա համար երբ որ մարդը սկսում է թույլ տալ, ես եմ կյանքի դերից թույլ եմ տալիս, ստատում եմ դեմքից։ Հիմա անում եմ։ Բայց թե չէ մեջին մաման խոսում է, չի կարելի հարևանցի ու ինչ կա։ Ապա դե գլխի մեջ ձենն է։ Գլխի մեջ 3 հատ ձեն կա։ Ձենից մեկը ծնողն է։ Պիտի սենց պրոտոտիպը ինչ-որ է լիախպես։ Ինի ձենը քո մեջ երեխեն է, որ ուզում եմ։ Երրորդն էլ մեծահասակ քննադատ մարդն է, ձենն է, որը որ 4 հաշվարկների վրա ինքը էմոցիաներին ընդհանրապես չի տրվում։ Այսինքն պատկերացրու դու փողոցն անցնում ես։ Դու պրոստը աչք ես նայում, ձախ ես նայում, կա չկա ու անցնում ես։ Բայց քո մեծահասակն է զարթնում։ Հասկացա՞ր։ Ինչ-որ մեկին խրատ ես տալի, ծնողը տա, ու այն խրատներն ես տալի, ինչ-որ դու ստացել ես քո ծնողներից։ Կարող է բայց նույնիսկ նույն արտահայտություններով, դու շարժում ես նույն ժեստերով։ Դե սովորություն է, հենց այդ սովորություններն էլ մարդկանց ինքնացուցադրել, ինքնայդ հաստատվելով շատ խանգարում է, որտեղ չի կարելի։ Ընկերումն է մի 40 քանի տարեկան կիներ ախպեր, իրարիշ բանը, սկին ասեց, ես ասում է, մինչև իմ մորից ազատվել եմ իմ գլխի մեջից, ասում է, ես իմ կյանքից լիքը տարիներ եմ կործել, ու ընկեր ինքը շատ թույն է, ասում ես հայլը մեջ նայում է իմ մորն է իտ է, ասկացում ես, ու տենց ապե, ես հիմա որ նայում եմ հայլու մեջ, ես սաղին գերդաստանին տենում եմ ապե, սաղին տենում եմ բացի ինձնից ճում ես, ես ոնդեր չկամ ոնց որ ախպեր, բայց մորած է, ես բանկա կացրած, ես ինչ ասված, ոնց այդի յոք տենց վախենալու թեմա է մի քիչ, բայց դա հետաքրքիր թեմա է, էլի ամեն դեպքում ես համոզված եմ գիտեմ ախպեր, վստահ եմ, որ մենք սոտեկի բան ենք, էլի, հավա բան, ինչ-որ տարբեր բաղկացուցիչներից է մեր կերպարը կազմավորվում ու այդ էգոյի մասին է, էլի, հենց մեր էգոն ախպեր, ինչ-որ տես տարբեր բաներից ծխելուց, խմելուց, չգիտեմ, ես լիտքը կարդալուց, դրա մասին մտածելուց, մամայի ձենից, փողոցի շոֆերի ձենից, ապե կողքի ոնց մեկը ռեակցիա տվեց, այդ ռեակցիան նայում ես, վերցնում ես քեզ, վաղը քեզ են խփում, դու ես նույն ռեակցիան տալի։ Այս ինչ-որ բաներից վերջում ցած դառնում է ինչ-որ մի բան ու ամենա այդ արդեն այդ 50 տարիքում չես էլ ճովում էլի բան ինչ ես դարը, ոնց ես դարը, շատ պետք է հետ գնաս, փորփրես ու հասկանաս, որ ասենք այն ամենասկզբից դու ինչքան խոսքի մաքուր էիր, ասենք, ինչքան իդեալական էր կամ ամեն ինչ։ Միկել կարա նույն իդեալականությունը։ Բայց պիտի աշխատեն իրենց վրա, չեն աշխատեն իրենց վրա, պիտի հասկանան, որ թե այդ մամայի ձենը, թե իրենց այդ երեխու ձենը, որ ուզում եմ, պիտի սա նորմալ է, պիտի լինի առանց չես կարա դու ծնողի ձենը մեջից այդ հանես ու ընդհանրապես ուժարություն չդարձնես, բայց չափ գոյություն ունի, բալանս գոյություն ունի։ Ասենք եթե դու գնում ես նույն փաբ ուրախանալու, մեջից ծնողը պետք է չասի էլի սուս տեղդ նստի, դու գնացել ես ուրախանալու, այդքան պետք է երեխեդ դուրս գա, եկել ժամ, նույնն չի կարա թաղման տեղն լինի, այդ թաղման տեղը կարա պատերցը կամ մաման դուրս գա, հասկացա, այդ բալանսն է կարևոր գտնել, զուտ քո համար, ոնց քեզ համար, այլ դա ինչ չի որ 50 պետք է ասեմ 50 ես 10։ Բայց ասենք դու ոնց ես վերաբերվում вообще մտածողության ախպեր, լավ է մտածելը թե վատ։ Ինչ է մտածել։ Դե մտածել է մտքերը չէ, մտածել է, պրոստը մտքերը չէ։ Ես вообще սենց եմ վերաբերվում։ Ինչ է մտածել։ Ասեմ, հիմա տես ոնց եմ ես վերաբերվում այդ թեմային։ Մտքերը ախպեր կան առանց քո լինելու կամ չլինելու, համաձայն ես դրա։ Իրանք միշտ կան։ Իրանք միշտ կան, հա։ Այսինքն դու ոչ թե այդ մտքերը քո գլխի մեջ են ծնվում կամ ես ինչ գեներացվում, չէ, ախպեր, այդ մտքերը պրոստը քո ուղեղը այդ մտքերին ոնց որ մտքերը ստե են ախպեր։ Ստե, օդի մեջ կա։ Բանը ռադիո հավաքի նման ուղղակի քաշում է։ Հա, դու ինչ որ բայի պրոստը ախպեր, քո ասենք ուրեմն ունեցած
փորձի համապատասխան ախպեր ու քո ներկա պահին որտեղ որ գտնվում ես շրջապատից ստացած ինֆորմացիային համապատասխան է սա sense գումարվում է իրար ու խոսքի քո ուղեղը ոնց որ այդ ընդհանուր մթնոլորտի մեջից sense բռնում է այդ մտքերը ախպեր դուծան ու եթե հիմա օրինակ ասենք քուր ախպեր են մի տան մեջ են մեծացել իրանք խարակտերով լիքը նման են լինելու ախպեր ու շատ լիքն տարբեր են հա բայց մեկը նման են լինելու որտեղ նույն մամա պապային են տեսել նույն ձայները նույն արտահայտությունները հիշում ես ինչ էի ասում որ դու առաջի անգամ գիրքը կարդալուց ու երկրորդ անգամ կարդալուց նույն բախտը չես հա հիմա ծնողը ֆիզիկապես հոգեպես երկուս ետել չի կարող հավասար նույն ձևը հա լավ շրջանա իրանց ընտանիքում առաջինը ծնվել է երախոն ուժ ձև են ուշադրություն դեկա մինուս ընկան տակ տվին մի խոսքով հա էդի հա բայց մինուս նմանա որ երկուսի նույնն է ծնողը նույնն է մտածելակերպը նույնն է բայց էլի տարբեր են որովհետև գեր բնականաբար միաբջիջ զույգերն էլ ընկեր բացարձակ տարբեր են ապրել կարան իրենք նման լինեն լիքը շատ բայց իրենք մեկը տարբեր մարդիկ են իմ ասածը զուտ նրանում է որ հիմա եթե օրինակ էլի ախպեր ոնց է հիմա մեր մոտ Հայաստանում էլ են քարտ վիճակը կա ախպեր այն որ ապե գալիս են ստել ախպեր տատուտ ինչ է նշանակում անգեր ուզում եմ ասեմ մորա գնա պապայի հարցնել իմ տատուն ինչ է նշանակում ասենք եթե գո պապան քեզ չկարողանա պատասխանի թո պապատ գա հարցնի գոնե էլի ես քո հետ հիմա 7 ժամից կյանք պետք է 0-ից բացատրեմ քո պապան չեմ դողի բայց իմանայի կա կոնկրետ ձևաչափ որը գերիշխում է օրինակ փողոցում օրինակ եթե քարտ ձևաչափն է գերիշխում է փողոցում հետևաբար ասենք եթե այս փողոցում էլ այդ նույն քարտը մի փողոց այն կողմել այդ նույն քարտը օրինակ մի թաղեցին Երևանի մի ծերից ու այն մյուս թաղեցին Երևանի մյուս ծերից նույն իրավիճակում նույն արտահայտություններն են անում հա շատ հասկացար ինչ եմ ասում հա այ իմ ասածը դրան վերաբերական է էլի հիմա էդի որ վերագրես մտքերին ախպեր թե դու մեծանում ես sense շաբլոնների ներքո այն մեկը թեկուզ աշխարհի ծերը էլի նույն շաբլոնների հենց մեծ իրավիճակա ստեղծում նման երկուսը նույն ռեակցիան եք տալի ախպեր այսինքն հիմա այդ մտքերին էլ է վերաբերական քո գլխի մեջ դու կպնում ես այդ մտքին հասկացար այսինքն դու աշխարհի այն մի ծերը նույն իրավիճակում կպար այդ մտքին ես ես մի ծերը կպա այդ մտքին հա այսինքն դի մեր մեջ չի էդի օբշի սա կա պրոստը դու պայի տակ ես բռնում ես ախպեր իմպուլսը կսնի հա աղջիկ անցնում գլուխը թեքվում ավտոմատ այնքան ես նայել ախպեր այն փուչոր սոված ժամանակը անկուշ ժամանակը այնքան ես նայել հիմա ախպեր պրոդի մեծացել ես պրոդի սա նորմալ ախպեր ոչ մի բանի պակաս չես բայց աղջիկ անցնում խոսքի սենս ասում կեսից ընկել ասի մին այն ոչինչ ես այդակից ես եմ Ես так фичет եմ այդ բայց այն ամենը նորմալ գոհություն That's fun. Այդ մտքերի առումով էլ ես որ ասում եմ, իսկ մտածողությունը ախպեր։ Մտածողությունը արդեն այդ մտքերի հետ աշխատելն է, էլի։ Բռնեցիր, ֆիքսեցիր, հասկանացի։ Ապրես, արդեն սկսում ես քրքրել, փորել, հասկանալ, թե ես մտածում։ Իսկ այս հիմա ինչ որ կատարվում է մեր խոսակցությունը, այս ինչ որ ժամանակի մտածողության արդյունք է, որ մենք հիմա ունենք այդ ինֆորմացիան մեր մեջ ու կարող ենք արտահայտել դրա մասին։ Այդ մտածողությունը չլիներ, մենք այստեղ չէինք կարող։ Մենք չէինք ելնի։ Հա այդ մտածողություն հա մեկ որ մտնում ես չէ պատոկի այդ հոսանքի մեջ տենց հետո լինները դժվար հա դժվար է բայց ուրիշ թեմային հեշտ կարող ես գտնես ոսից հետ շատ կարող գնաս հա ֆորմի մեջ ես աներից հա ցելերը սթրեսում որ անդադ ցելերը ջնջում եմ հա շատ է ջնջում Նաման ջնջում որտեղ ախպեր ես պատոկի մեջ եմ դզում եմ մի բան ուզում ես պահին sense զգում եմ որ ասեմ արա զզվում եմ սաղից մտնում գնում սաղից զզվում եմ բայց ոսկի 5 ժամ հետո հիշում եմ որ ու սիրում եմ ես դատվել այդ կանել ջնջում եմ այդ թելը քրիստին դա Ես պահին ես տրամադրությամբ ապրում եմ ու թույն այինձ ես կարամ ես պահին sense ապրեմ շարունակ կարող է տևի 5 ժամ կարող է տևի 5 րոպե sense թեմայից դուրս է արդեն ուրիշ բանի մասին է կյանքը որոշ բրախի ապե չէ Կաստաները կարդացել ես մեկ ինքը թեմայի վրա թույն ունի գրած Կարլոս Կաստանեդան բան
ուրեմն կոչվում է այս, եթե չեմ հիշում, ոնց է կոչվում, ուրեմն թե Կաստանեդան չի ախպեր, այդպես կարծեմ Կաստանեդանն է դրա մասին ասում, որ քո պատմությունը ապրած կյանքի ախպեր, պիտի լրիվ ջնջես, հասկանում ես, պիտի լրիվ ջնջես զորացնես, դա вообще ասենց առնչվում է ռեինկարնացիայի թեմային, вообще։ Սպասի, ոնց ջնջես։ Այսինքն ինչ եղել է քո հետ։ Այսինքն այն կարգի դու չպահես իրան քո գլխի մեջ, այն կարգի դու մատնես անուշադրության այդ սա եղելությունը, որ ինչ որ մի օր դա քո մեջ արդեն էմոցիա չառաջացնի այս գիտ։ Հենց էմոցիա քո մեջ ինչ որ հիշողություն ընկեր չառաջացրեց, ինքը արդեն չկա, հասկանում ես։ Դա համաձայն եմ։ Դա հիշողությունը ժամանակի հետ կապ չունի, ինքը հենց այս բային քո բրազդումը հենց ոնց որ ազդել է հենց այդ կատարվելիք պահին։ Մոտավորապես նայ, եթե 4 տարեկանում ավտովթարի ես ենթարկվել, վախ զգացել ես, մարդը չէ, բնական է։ Հիմա եթե ավտովթարի մասին պատկերացնում ես կամ խոսում են քո մոտ, նույն այն ժամանակվա վախը քո մոտ զգում ես։ Դա այդ էմոցիաների մասին։ Բայց եթե դու այդ ավտովթարի պատմությունը ըստ ինձ մեջից այդ հանես, մոռանաս, քեզ կյանքում մի քիչ առաջ գնալը որպես փորձ հասկացա ինչ նկատի ունեմ դժվար կլինի։ Դու արդեն այդքան ուշադիր չես լինի ավտովթարների հանդեպ, ինչքան որ կլիներ եթե հասկացա, բայց նա հիմա ես դες օրինակ ոնց եմ վերաբերվում այդ հարցին։ Ինձ ապե հետաքրքիր չի անցյալը։ Անցյալից փորձը ես արդեն կերել եմ ախպեր, մարսել եմ, իմ արյան մեջ կա արդեն ինձ ինչ որ պետք է։ Այսինքն դες sense ասեմ, հիմա օրինակ երբ որ ես ուզում եմ ձեռքս մեկնեմ այս գրքին վերցնեմ, ես ոչ մի ինչ որ չմտածեցի ոնց վերցնեմ, ոնց դնեմ, ձեռս ոնց դնեմ գլխից տակ։ Այս ամեն ինչը, այսինքն ես այնքան շատ հազար անգամ եմ արել, միլիոն անգամ, որ արդեն այդ բանը, այդ գենիս մեջ արդեն կա, էլի, արյանս մեջ կա այս մեխանիկան, հա։ Ու ինձ հերիքա ընկեր այդ կայծակ, ինչ կայծակ ապե մտքի արագությունը, ասենք լույսից արագ է։ Ասենք մտքից էլ դաժե արագ ընկեր ինքը որոշում է, որ ես էսի կարամ սենց մոտ շարժեմ մատերած բան, ես ոչ մի բան չեմ կառավարում, չեմ։ Այսինքն եթե դու առաջին անգամ ես ինչ-որ բանով զբաղվում, անում, դու պետք է մաքսիմալ գիտակցությունը տեղը լինի, գիտակից ես որ հասկանաս ոնց է ընդհանուր process-ը տեղի ունենում, ինչից հետո ինչ եւ այլն, այդ սաղ ինֆորմացիան պետք է ուտես ախպեր, կլանես սաղ։ Դա բանը կոչվում է հմտությունների սանդուղք, ինքը 4 աստիճան է։ Դա ինչ որ մեկը տենց ասել է դրա մասին, դա կոչվում է ոնց որ ես բացատրում։ Այսի զուտ են բանը որ մի դարձրու շաբլոն է։ Չէ, շաբլոնի հարցը չէ։ Վերնագիրը ստալի է։ Ես ուսում կոչվում ով է կոչել, ապա ես է կարող եմ կոչեմ ուրիշ լրիվ ինչ որ։ Համաձայն եմ։ Պրոստը մենք հա այս զուտ հա ինչի եմ ասի։ Հիմա տես ես այս ինֆորմացիան վերցրել եմ, մարսել եմ արդեն, ես գիտեմ ձեռս որ սենց է, սենց ձեն է գալի, օրինակ գիտեմ որ դանդաղ եմ անում, ձենը չի գալի, հա, եւ այլն։ Հիմա այս ինֆորմացիան էլ արդեն ինձ պետք չի, ու ես ազատվել եմ այդ ինֆորմացիայից էլ միլիոն տարի առաջ, հասկանում ես։ Այսինքն դու ինֆորմացիան գցում ես կոպիտ ասած ենթագիտակցության մեջ, որ ինքը քեզ պետք է կա ժամանակ օգնի, բայց դու դրանով չես ապրում, հասկացա։ Դա հենց այդ նույն թեման է, ես դրանց կոդ եմ ասում, ախպեր, դու գիտես որ ես դրան կոդ եմ ասում։ Կոդը գրեցի, ախպեր, ոնց կոդը գրեցի, դա տենց այդ անտերն աշխատելու է, ապա կոդից դուրս ինքը չի կարող գա, հասկանում ես։ Իսկ չես կարող պայքար սխալ կոդ գրես։ Կարող ես չես կարող։ Ոնց ես անում հետո։ Դու պետք է հասկանաս ախպեր, ու ջնջես այդ փոխես, հա։ Այդպես այդ հիշողությունների մասին իսկ եթե կոդը գրելու ընթացքում կոպիտ ասած ինձ մի քիչ ծագրավորում անեսով ասեմ մեջը վիրուսանում ունենցա գրվում որ այն ջնջելը դժվար է շատ ասենք շաբլոն մտածել եք եթե նկատի ունեմ հա դա ծխելու կոդն էլ է այտենց կոդ հա ինքը շատ լուրջ կոդ է որ հետո դժվար է նարկոմանություն նայ ասեմ, այսա դրա հա թույն ես ասում ախպեր, գրում ես, դա դժվար ալնում ու չի դրան ջնջել եւ այլ, բայց միջև ընկեր մի հատ sense բան կալի, դանականից կհասնի ոսկորին, անպայման կթողես էլի ախպեր։ Թող ավելի լավա չհասնի, ես ցանկանում եմ որ բոլորը խելս մասն եք ասում։ Չէ, հիմա դրան վերաբերական է, բայց ես իսրտե կուզեմ ախպեր, որ օրինակ Հիսուսը ախպեր, մի հատ շատ թույն բաներ ասում, որ ասում էր Երանի նրանց ովքեր չգիտեն, բայց հավատում են։ Մոտավորապես այս մի հատ խոսում։
Դա նրա վերաբերական է, որ միթող դանակը հասնի ոսկորեն, որ ինչ-որ բան փոխես էլի քո կյանքում հասկացար։ Երանի նրանց ովքեր չեն տեսել կարծես։ Հա, չեն տեսել, բայց պարտադիր չի տենաս նոր հավատաս։ Դա շատ նոր, միթող ապե, որ անց բանը լինի, որ դրանից հետո, այսինքն դու կարաս այդ ծխելդ թողես, ես գիտեմ, որ դու կարաս։ Ես էլ գիտեմ։ Ծովիր, թող։ Դու չես քեզի հելը դուր ա գալի, հասկանում ես, քեզի քո կերպարային դրսևորումն է դուր գալի։ Ես մի բան որ ուրեմն չէի ուզում ծխեի, ոչ թե չէի ուզում, համ չէի ուզում, համ ուզում էի ծխեի, հենց իմին իր էֆեկտը ախպեր, ինձ դուր չէր գալի, առաջի ծուխը սիրուն էր շատ, իդեալական, երկրորդ ծուխն էլ ախպեր շատ լավն էր, երրորդ ծուխը արդեն վերջակետն էր, հասկացար, երրորդից հետո ես չպետք է ծխեի, բայց ես շարունակում էի ծխել, ինձ ընդհանուր process-ը իրա դուր այդ պահը դուր էր գալի, հետո սկսում էր դուր չգալ արդեն։ Հետո իմ շնչառությունը խանգարվում էր, թոքերից շնչում էի, թոքերից խզոցը լսում էի, ոնց որ ձեն, այս օրգանիզմից ձեն է գալի։ Ասենք հոտը, ասենք ոչ մեկ ինձ չի ասել ոչ մի անգամ տենց կոպիտ էլի վիրաբարական ասիբրից է ծխի հոտը գալի, բայց ասենք ամեն դեպքում ես իմացել եմ, որ ինգլիզ ծխի հոտա գալի, պրոստը մի անգամ, երկու անգամ, ասենք, անենց ռեակցիան տվել, պահի տակ խոսքի կարող է երեխա է, ասենք, կտենց ներքանեկատություն բան տենց չի պահում, ինչ-որ միտեղ կարա չպահի էլ, դաժ իրա իրամունքն է, կարա ասի, դենքը բրնի ֆրայ, ես իրան չեմ կարող ոչ մի բան ասեմ, ծվերիցս շան հոտը, նորմալ է, ասենք, տենց նկատել եմ, դրա համար գիտեմ, էլի, որ ահա որ գալիս, ես հիմա որ թարգել եմ, вообще գիտեմ ոնց է, 10 մետր, 15 մետր ենքում ծխում են, ես զգում եմ, որ ծխում են։ Հա, վերջը, բայց ընդհանուր մեխանիկան, հենց process-ը, ինձ դուր էր գալի ախպեր, որ ես sense մտնում եմ մատերով, sense բացում, կպցնում, ծուխը, բան, այդ process-ը դուրս գալիս էր, ու ոնց որ ինձ չէի տենց քլնգում էլի, Անկլնգում էի, համ չկար, ու այդ բաժի համար հասկանում եմ, դա իմ կերպարային դրսևորումն էր հասկանում, ես իմ էգոյի բաղկացուցիչ ինչ-որ րոպեներն էր օրվա ընթացքում, որ ես այդ ձևի մեջ կայի, ու դրանից ազատվելը դժվար էր դրա համար, ես չէի պատկերացնում ոնց պիտի լինի, եթե ես օրինակ հիմա չեմ ծխում, բա ինչ եմ անելու, տենց հարցին կա, դաժե ինձ մի օր հարցին ասին ախպեր ծխում ես, ասի չի ասին, խմում ես, ասի չի ասին, բա ինչ ես անում։ Ես հասկացա, որ այդ մարդու գլխի մեջ ընկել է երկու բան, այսինքն մի քանի բան։ Ուրիշ այդ հարցը ուզում տամ, հենց դրան է վերաբերվում, մի քիչ առաջ ասեցի, որ երեխան կարա նա էդի ասեցի նորմալ է։ Մանն է, ուզում եմ ինձ հետաքրքիր ոնց ես մտածում, ինչն է նորմալ, իրականում ինքը նորմալ է, բայց մեր ժողովուրդը վախում է դրան նորմալ աշկերով նայի ու աննորմալացնում է։ Նույնը ասած այդ ներբանեկատությունը, որ շատ ենք ներբանեկատ, այդ չի։ Այդ իսկական չի, էլի ու։ Ապրես, այդ նորմալի ու աննորմալի տարբերությունը որտեղ է, այդ էկրանին է սա։ Չէ, գիտեմ ես որտեղ է։ Ուղղակի ըստ քեզ մեր մեջ ինչն է շատ նորմալացած, որը չարժե այդքան էլի։ Ինչն է աննորմալ, որ նորմալացվել են, ասենք։ Տենց որ ասեմ հենց հիմա չգիտեմ, մտքիս այդպես բան չի գալի, որ ասեմ շատ ենք նոր։ Դե ընկեր, օրինակ հենց մի քիչ առաջ որ գիրք խոսալը, որ օրինակ մեջ բերեցի, որ բան են գիրք կարդալով իրանց եսը շոյում են հասկանում ես, ու դա նորմալ է դա, դա օրինա նորմալ է, դա կատաստրոֆա է, իրականում, բայց նորմալ է։ Հենց այդ, հա, իր եսը սիրելը, էգոն գորգորելը, դա շատ աննորմալ է, բայց հիմա դառել է նորմալ, դառել է ձև էլի լինելու։ Ես նես չի, որ ասում եմ, ինչ պետք է տեղ ունենա, չէ, ես գիտեմ, որ ես ունեմ բաղկացուցիչ կերպար, ես ունեմ էգո, ես գիտեմ ինքն ինչից է բաղկացած, ոնց եւ այլ, ու օքեյ է, որ ես իրա խածել կեքը, ասենք ես եմ ուզում, ասում եմ լավ, չնայած ես վերջերս վաբշեն են ստրոգի դիետայի վրա եմ դրել, ամեն ինչը իրա վաբշե վարքը, դիրքը, ձևը եւ այլն, որ կատաստրոֆ է, բայց հետաքրքիր է թույնա, որովհետեւ իրան է դուր է գալի, հասկանում ես։ Հասկանաս ինչ եմ ասում, ուրիշ բան եմ ասում, բայց ուզում եմ որ հասկանաս ախպեր, հա։ Իրան է դուր է գալի, ինձ է դուր է գալի, մեզ է դուր է գալի։ Հա, ու դա շատ իդեալական է, որովհետեւ ինքը միտեղ ոնց որ ես իրան ասենք քաղցրից զրկում եմ ախպեր։
ինքը ուզում է այդ քաղցրը, ես տենում եմ, ինքը գնում է ձեռը տանում է, ասենց վերցնում է, վերում է մոտիկ, ասես մի հատ հոտակ հաշում գնում է տեղը, ախպեր, ու ջոկում եմ, որ իրան էլ դրած է։ Ինքը զգաց, որ ինքը չպետք է ուտի էդի ուրեմն։ Դրանով ուժեղանում է, հասկանում ես ավելի ախպեր։ Դրանով ավելի ուժեղանում է, ու ասենք էդ էլ է, մի հատ X ժամանակաշրջան է անցնում, ինքը այնքան է ուժեղանում, որ արդեն դրա ուշադրություն вообще չի դարձնում պրոստը։ Դի դառնում է իր կենսակերպ, այսինքն իր էգոյի բաղկացուցիչ մասն է դառնում։ Սա դրա համար գիտակցել պետք չի։ Պրոստը տեսավ, ախպեր թխվածքը ինֆորմացիան ստացավ, հոտը, համը, բանը եւ այլն, բայց արդեն սա չի գալի այդ թխվածքի էներգիան լցվում գլխի մեջ, որ ինքն ուզենա ուտի։ Պրոստը տեսավ ազատություն է տալիս։ Բայց ինչ է տալի, դիմադրություն է տալի, ախպեր, արդեն կարող եմ հստակ հասկանալ, ես էդի ուտում եմ, թե չէ, ախպեր, թողեմ, որ ինքս ուտի, թե չթողեմ։ Ու մենակ պոստը կողքի մասին չէ։ Հո դա բնական յուրաքանչյուր բանի մասին է, ախպեր։ Ու արդեն քո համար էլի նորմալ, աննորմալ գոյություն չունի։ Դե չէ, ինչ նորմալ, աննորմալ է։ Вообще ձև չկա, անգերեսի ճիշտ ձև, այս ճիշտ սխալ թեման вообще ապրել, մանկապարտեզի թեմա է ապրել։ Էսի ճիշտ է, էսի ճիշտ չէ, ինչ սխալ է, ինչ սխալ չէ, ինչն է ճիշտ, ինչն է սխալ, ոչ մի ճիշտ ու սխալ չկա ապրել։ Вообще չկա, ճիշտ սխալ չկա, լավ բաց չկա։ Ես դրանք երկու բառը փոխել եմ իմ մեջ, օգտակարի ու ոչ օգտակարի։ Ինձ համար օգտակարը, ուրեմն ինձ համար ճիշտ է, ինձ համար օգտակար չի, ուրեմն ինձ համար սխալ է։ Ահա, օքեյ։ Դե ինձ բարձ օրինակ ապեր, մի մարդը մի քիչ լիքոտ է, չաղա, ապեր ավելորդ մասա ունի, օրինակ այն մեկը չունի, ապեր սպորտային կազմվածքով։ Իմ այդ սպորտային կազմվածքով ապեր չէ, դներս, այս չաղ մարդը, ասենք ինքը քիչ է ուտում, ապեր, որտեղ գիտի, որ իր համար ապեր օգտակար չի ապեր, շատ ուտելը։ Մյուստեղ են կարող ապեր շատ ուտի, որտեղ իր համար օգտակար է, իտոքում ապեր երկուսը հաց են ուտում, մեկը շատ, մեկը քիչ, այն ասում ապեր քիչ ուտելը ճիշտ է, մեկ ասում է շատ ուտելը ճիշտ է։ Всё, ապեր, այդպես ու էսից ինչ-որ բաներ էլի մանգոյի թեմա է, բայց որ ասենց դի բան է անում, մի քիչ խորացնում ես ավելի մասշտաբային հարցերի մեջ նույն թեման է։ Դու տես սուբյեկտ, ես տեմ սուբյեկտ, ապեր, դու այսքանի մեջ ես տենում, ես այսքանի։ Մի հատ գիրք կա Էգոն, Սովը ու ագրեսիան։ Հա։ Դե սկզբից ոնց է դուքան մոռացա։ Գեշտալտ թերապիայի հիմնադիրն է կարծեմ։ Ու այդ գրքի սկիզբը գիտես ոնց է, մի հատ դաշտան է կարագրում ծորենի արտակ։ Ինքը սուբյեկտ է։ Հա։ Ոստման է։ Կեպը ինքը երկրագնդի վրա հողակտոր է, որը բույս է աճած։ Ասում եմ հիմա այդ սիրահար զույգերի համար ինչ տեղ է։ Հա։ Ռոմանտիկ ինչ է։ Նույն կտորը։ Նկարիչի համար ինչ տեղ է։ Որ հերվիզդնի բնապատկեր է։ Չէ, հողագործի համար ինչ տեղ է։ Հողագործների վրա։ Օթաչուի համար ինչ տեղ է։ Հենց է դա, պասը։ Բայց նույն կտորն է, չէ՞։ Այո, հա։ Նույն այդ ճիշտ ու սխալը պահով էլի։ Հա, չէ, ապեր չկա։ Հիմա օթաչուն ասում է շատ լավ տեղ է, ագրոնոմն ասում է շատ վատ տեղ է։ Ո՞վ է ճիշտ է։ Մեր ազգը այդ չի հասկանում։ Արա մեծ մարդիկ են, ախպեր։ Մեծը կապ չունի։ Հենց այդ եմ ասում, ապեր, մեծ արա, կարա տղա, արա, լինա 35 տարեկան տղա ես, տայնում ես մեծ ալտայես, սենց է։ 7 տարեկան տեսքում չի։ Հա, այն չէ մեծ։ Կապ չունի։ Չկա վիավորական լինի, բայց չէ, դե հիմա ոնց կա տենց ապեր։ Դու ճիշտ է դա, ճիշտ է դա, ապեր, ճիշտ է դա։ Այ ճշմարտություն կա, ու ես այդ ճշմարտության մասին չեմ կարող խոսամ, ապեր։ Գիտես ինչ կարում եմ։ Ես կարող եմ այդ ճշմարտությանը իմ սուբյեկտի կերպարի միջոցով ինչ-որ ձև արտահայտեմ, ախպեր, բայց այս նույն օրինակ հերմետիզմի մեջ, ախպեր, այդ հերմետիկության մեջ ինքը պարզ ասում է, յուրաքանչյուր ճշմարտության 50%-ը սուտ է, յուրաքանչյուր ստի 50%-ը ճշմարտության է, ախպեր։ Այսինքն ես հենց բերանս բացեցի, փորձեցի ճշմարտության մասին ինչ-որ բան ասեմ, ես սկսել եմ աղավաղել էդի, հասկանում ես։ Ցել եմ բացատրել սահմաններ եմ տալի, ապա սահմանում եմ տալի։ Իսկ ճշմարտությունը չունի սահմանում, ապա ճշմարտության մեջ կրասել ես պրոստը։ Ապրես, զգաս, անգեր մեռնես, հասկանում ես, ծնվես եւ այլ։ Բայց դու չես կարող ճշմարտության մասին պատմես։ Կարաս պատմես, կարանք մենք իրար հետ ինչ-որ եզրներ գտնենք։ Բայց էլի գալիս է նա որ գնահատական ես տալի, ինչ-որ ասել թե սահմաններ ես դնում։ Հա, այդ հա, դրա համար այդ ես չեմ սիրում, հա, ինչ-որ ես գիտես ոնց եմ սիրում, ապա երբ որ ինչ-որ մեկ այդ բան եմ խոսում, ես սիրում եմ
որ իրան ոնց որ բան դամ, իշա для размышлений, просто միացած կտոր գցեմ, թիքը ասեմ էլ սրանով բզբզամի քիչ ախպեր, հա, հենց էդի դու կուտես կմասես, հետո մենք իրար հետ ասենք կարանք ինչ-որ հետաքրքիր թեմա խոսանք, շրջափնենք իրար հետ, որովհետեւ դու ինքդ կհասկանաս, որ այդ խոսալը պետք չի, հասկացա։ Հա, չէ, կհասնես մի հատնես կետի, որ կզգաս, որ միած ուսմանը նայ պրոստը, ոչ մի տեղ, պրոստը նայ ոչ մի տեղ, պես ճշմարտությունը կտեն ասել, հասկանում ես, ես քեզ չեմ կարող դրա մասին պահում, ապա միլիարդ տարի ապրում ենք, միլիարդը գիրք կա ախպեր, միլիարդը պսիխ տպեր կան ախպեր, որ միջև մեծ ապրել են ապա մեզնից ընկեր գեշ բետար թափած այլ ուղեղները, անց բաներ են գրել կա նայում ես վախում ես ախպեր, մի այդքանից հետո ասենք մենք որ չենք հասկացել ախպեր այդ ամեն ինչ, ես դες ոնց բանված եմ ախպեր ես չդու իրոք էլի, այդ են դրամը ես սիրում եմ, ուսմանալ շապթուն թեմա, շապթունը բայց հա տենց այդ սահմանում տալը չեմ սիրում ապա այն սահմանում ես տալի ոնց բացատրես դե հենց այդ եմ ասում ախպեր ուրիշ պետք է սենց կերակրես պուճուր ինքը որ գա հասնի այդ կետին այն որ ասենք բան եմ տեսես ացանք եմ նայում ախպեր այո չեմ հիշում ով էր ախպեր այս բան թուակ էր էլի մանախ էր ինչ-որ ախպեր իրա մոտ դες ացանկը գիտես ինչա որ հավաքվում են ախպեր նստում են խաղաղություն, ճշմարտություն եւ այլն այդ թեմաների մեջ են սկսում խորանալ ու ինչ-որ մի պահ ինչ-որ մեկի ուղեղը կարել լուսավորվի, գիտես, բանը перерождение լինի, զարթոն կապրի բան ու դառնում են բան էլի պրասվիտլյոնի ճուղակն է։ Նայում է սացանգը ու մի հատ ճուղակ բանը, հենց սացանգի ժամանակ ախպեր պրասվիտլենիա ալնում մոտը ջոգի դες տղեն ապեն գնում է պոլին սկսում է գորալ ողբա լացել ապե În общем, banii mei, ես տեսել եմ էդի ոնց անում էլի, ես իմը տեղել ա տենց ապել, ես ախպերն այնձի մի քանի տարի սենց քաշտալով ապե հանելա, որ ես կարողանամ խոսքի ուղղակը հասցնի, ասենք, սաբաժեցան ինչա կատարում, որտեղ պիտի զորը բան է էլի։ Վերջը այդ ճուղակը ընկեր ու արդեն իրանոցը շողոլի են բերում, ախպեր ինչ-որ x ժամանակ անցնում, մի 6 ամիս հետո իրան հարցնում են, հենց այդ մաստերի մոտ ու մոտ որ նստած անում այդ թեմայով այդ ծածան եւ հարց են տալիս ասում են ինքը լավ մասնագետ է թե չէ, ինքը լավ է, իր գործն անում թե չէ, ու այս ճուղակը խնդում էր ախպեր, ասում են դուք ուզում եք ասեմ, որ ինքը լավն է, իրան PR անեն եւ այլ, ասում ես իրան մոտ այդ ամեն ինչը վերացել է արդեն, ապա ինքը չի կարող որակ տա, ինքը չի կարող չափ տա, ինքը չի կարող ասի լավ, վատ, ճիշտ, սխալ է, այն է։ Ու տենց նրա մասին որ պուճուր տալիս ես, ապա ինքը ինքնուրույն հասնում է, ինքը հասկանում է, որ իր մեջ ու այդ մաստերի մեջ արդեն տարբերություն չկա։ Դե բեր ուրիշ հարց տամ, նայ։ Հիմա ես ու տեղեկացված լավ, վատ, շատ քիչ կապ չունի, իրար հետ խոսում եմ։ Ես հետո սենց տոկնում եմ, իմ գործերով ես ընկնում եմ իմ շրջապատի, իմ փոսը դու քո փոսն ես։ Այդ փոսի մեջին մենակ շատ դժվար է։ Քեզ այդ փոսն անդադ ծխմելու է, քեզ մոտ ճանաչում էր 20 տարի առաջ, 10 տարի։ Նույն ձևի պիտի անդադ ծխմի, գցի նույն տեղը։ Այդ հոգեվականները կտրված են իրանք սա գիտեն որ մենք նույնն ենք։ Բայց մեր թաղամասը չգիտի որ մենք նույնն ենք։ Ամեն մեկն ուզում է պատուցի որ ինքն է։ Ես հասկացա։ Ու դժվար է այդ ամեն ինչը տեղ հասցնելը։ Դե ախպեր, դա պետք է չի տեղ հասցնել։ Չի։ Սրտացավ չես։ Սրտացավ եմ։ Դե դες նայած ասեցինք որ մեր ջահելներին պիտի։ Հա, հիմա ասեմ ախպեր, սրտացավության բաղով ինչ կարամ ասեմ։ Գիտես ոնց են ասում քննադատություն է ախպեր։ Դες մենք ինչ-որ հարցերի կարող քննադատականել ենք մոտիվացել ախպեր, մեզ թույլ ենք տվել ինչի համար, ես չգիտեմ, բոլորից ներողություն եմ իհարկե, ասում եմ որ բան քննադատել ոչ, քննադատողներին այո, բայց այնուամենայնիվ ես որ մաքսիմալ փորձում եմ էլի ինձ ճղվելով մեջտեղից ասեմ ճշմարտությանը մոտի գնամ ասեմ ձգվում կախվեմ դերեմ մի ճուղից ասեմ այ սենց է ճիշտ այ դիկա հասկանում եմ բայց մատես ես ծխել եմ ախպեր օրինակ էլի ծխելու վերաբերական ասեմ ես ծխել եմ ու ես գիտեմ ինչքան դժվար է ծխախոտից ազատվել ինչքան դժվար է եղել ասենք երբ որ ես եղել եմ ասենք կոնկրետ այս կերպարը այս կյանքով ապրող, այս ինֆորմացիոն դաշտում, էլի։ Եթե ես այդպես կերպար եմ, ես հասկանում եմ, որ դի դժվար է եղել։ Ու հիմա ես որ տեսնում եմ ախպեր ինչ որ մեկ օրինակ սխալ բան անում։ Ես
հասկանում եմ ինքը խի է այդ սխալ բանը, օրինակ իմ համար էլի ճակերտների մեջ ճիշտ ու սխալը, եթե իմ այս փոխանցումը ասենք ավելի հա ինչ որ մենք բալվում եմ հիմա ճիշտ ու սխալ ասենք, որ մեզ հասկանան։ Ինձ պետք է անդրադառնանք ու երբ որ ես կարծում եմ որ կա ավելի պրոդուկտիվ ապրելակերպ, որ ասենք եւ անձի եւ ֆիզիկայի եւ ոչ նյութական եւ նյութականի համար կարող ավելի առողջ խաղաղ, հետաքրքիր, երջանիկ, օգտակար լինի, հա ես փորձում եմ իրան գցեմ այդ ուղու վրա, բայց դա չեմ քննադատելով չեմ անում, հա քննադատելով չեմ անում, որտեղ ես գիտեմ, ես իրա կարճ վիտակ եղել եմ ժամանակին, գիտեմ, որ ես ասենք ինձ ասել են, օրինակ կամ ես լսել եմ կամ կարդացել եմ, բայց բռնկա չի ասել, вообще ոչ մի բան չեմ հասկացել։ Կարող է դերել ձեռից առնել։ Հա, ասում են սրանք կարող է չէ, հաստատ։ Ես 26 տարեկան էի, 26 տարեկանում թվում էր թե ապա ես բան սաղին փաթացում եմ, վերջն եմ անում։ Ու բայց հիմա որ sense հետո հիշում եմ ինձ դե 26 տարեկանում, որ Ոսկի փագեմ դնում գիտեմ դարակը մորանամ, որ դες բան է եղել, չէ։ Ու հա, պետք է ինչ-որ, բայց պետք է այդ ասածս այդ պուճուր ուտելիքն է, էլի, որ պետք է տաս, որ ինքը ուտի է։ Մի հատ պուճուր թեմայով տեսար ինչ-որ բան արեց, այդ պուճուրը sense մի հատ մի քիչ մանրակրկիտ sense ճզմում է այդ ուտելիքը, ախպեր, տես տարբեր ասպեկտները ստացնում, ախպեր, կոնստրուկցիա դառնում, պուճուր կերակրում է սկուլա տալի։ Հետո կմարսի չէ, ուրեմն չէ, էլի ախպեր։ Դե որ արդեն ինձնից կախված չի։ Ես ոնց որ այդ պահին ինչ կարող եմ անեմ, ախպեր, տարածության մեջ անում եմ ու գնում եմ։ Թե ինձնից հետո ինչ է դառնում, ախպեր, արդեն ամեն մեկի որոշելի է, հա։ Որտեղ հետաքրքիր մի հատ միտք կա, որ դրական փոփոխությունները անխուսափելի են մարդու մեջ, որովհետեւ դրան ժամանակապետ կա հասցնում է դրան, մարդկա չի հասցնում։ Ինչը արտնան այդ փոփոխությունները, որովհետեւ նենց ոնց որ հիմա ժողովուրդն ապրում է, դի չի կարող իրան դուր գա ու ինքը հավերժ դրա մեջ մնան գալիս է, բա քո ասած դառնալու ոսկորը մարդը ուզում է փոխել, որովհետեւ հասկանում է որ խեղդում է իր իրականությունը դեպի ու պետք է մարդը որ կարենա օգնի, բայց եթե մարդը լնա դա չի եղել, դու ինչքան ուզում է իրան ասես, բացատրես, խորհրդաս մի խոսքով դելի գանք բաների հետևից, բայց դե ինքը մեկը չի ընդունելու, չի հասկանում։ Հա չէ, այդ առումով ժողի ես դուք համոզում Սրանցել կար ես սկսել մազարել է մազար։ Մազի բերին է զոզը։ Ապր այն հարագիտարները կամ հանկական հարագիտարը չէ ոնց որ, այլ է, ինչ ով է, ես անում եմ դրանից կորսի գնաց, ինչ բարի շատ եմ անում։ Բան էի ուզում ասեի, ախպեր, ես հիշում շփոթությունների կիսատ մնացա, եկատված դրա մասին ասեմ։ Օրինակ տես, այդ որ ասում ես պետք չի փորձի համար եւ այլ, չէ՞, որ փորձի համար ինչ-որ բան պետք է, թե չէ։ Օրինակ տես, իմ մոտ մի հատ վախ կա, վախը չէ, տագնապետ չէ, ինչ ասեմ, սարսափ ասեմ։ Զարթնել բարից, ես սարսափում էի հենց բարից։ Հա, որովհետև զարթնել էի մի անգամ այդ հենց բարից, էլի։ Սկզբից չեմ հասկացել, ոչ թե դες բան կա, չէ՞, ախպեր, որ քնած են մարդիկ, պրոբուժդենիա բառը զարթոնքն է, էլի, ախպեր, այդ զարթոնք թեման է, ու այդ արթնանալ բառը, զարթնել բառը, ես ոնց որ մոտս բան էր դարել, ախպեր, քանի որ ես այդ թեմայի մեջ ընկղմվել էի արդեն երկար ժամանակ, դա տենց բան գլխիս մեջ մանտրայի պես անընդհատ կրկնում էի ախպեր ես այդ բառը, ասում ես զարթ, ես ինձ ոնց որ ուզենայի ապրել, հա, քնած եմ, զարթնում, այդ տենց մանտրայի պես կրկնում էի, ու երբ որ զարթնեցի, առաջի անգամ ախպեր, այդ զարթում գիտես ինչ ասում, սպիշկա է ախպեր, գիտակցության սպիշկա է ախպեր, որ սենց չգեմ էրազիտ մեջ եմ որ ձերնում ես տեղից ես թվում անգնում էի սատկի հեսա բաժայրից բայց դա խոսքես ինքս ժիվոյ վիճակում այլ ոնց տեղից ռեստ վերթն բա սարսա փախտել ուսում ես որ քնած էի զարթնեցի էլի այսինքն կարող նստես ու սենց մնաս նստած ճոգի
ինչ եմ ուզում ասեմ։ Օրինակ ասած հեռախոսը վերցնում ես, մտնում ես մեջը ու գնացի ապե։ Կամ ու տենց ապրելու մասին է դա էլի ապե։ Նույն process-ը դու ապրում ես, տենց գնացել ես ապրել, չես ճոգում, որ դու քնած ես էլի, բիզարն ես։ Ու այդ process-ը որ առաջին անգամ եկավ, սարսափը զգացի։ Սկզբից վախեցա, որովհետև այդ ժամանակ գիտես ինչ կապես, նոր բան է էլի։ Էգոն քո ու դու տարբերությունը երևում է այդ ժամանակ։ Զարթնում ես ու դու զգում ես, որն ես դու, որը դու չես ախպեր, իրականում քոնն է։ Ասենք էգոն դու չես, էգոն քոնն է։ Նշանակում է, ասենք ինչ-որ էգոից բաց ինչ-որ մեկը կա, ինչ-որ երևույթ կա, որ էգոն իրանն է հասկանում, ինչ-որ երևույթ կա այնտեղ, ինչ-որ գոյ կա։ Առանց այդ էգոյի ունենալ չունենալու էգոյը ունենալ չունենալը կապ չունի։ Այդ գոյը կա, այդ գոյի հետ իդենտիֆիկացիա ասենց ուժեղ զիլելնում ապեց արթանքի վախ ու այդ մեռնելու վախը հենց այդ բանին դու շատ ուժեղ զգում ես էլի։ Այսինքն որ այդ կապը մի հատ տենում ես, ուզում ես այդ վեշնի լինի, հա, որ մեռնելուց վախում ես։ Չէ, այդ կապը որ դու տենում ես ախպեր, դու ոնց որ տենում ես, որ կապից բաց անգավ ախպեր, քո էգոն գնաց։ Այսինքն այդ նշանակում է, որ աշխարհի հետ քո կապը էգոյով է ախպեր։ Էգոն չեղավ դու աշխարհի հետ կապի դուրս չես կանգնած ոչ մի ձև։ Էգոն կա աշխարհում կապի մեջ լինելու համար, կոնտակտի մեջ լինելու համար։ Որ այդ էգոդ բաց անգնում, դա նույն մեռնելու վախն է։ Իսկ դու մեռնում ես սպասից։ Մարդիկ որ մեռնում են, հա, բանը կապը կտրվում է, թելը կտրվում է, հա, այդպես մուլտիկները կա, չէ՞, այդ բաների մեջ է։ Հա, այդ կտրվում է, այդ որ կտրվում է, դու այդ պահին այդ սարսափը մահվան ու սարսափը զգում ես, հասկանում ես, քո էգոն սարսափը ծախպեր, հա, բայց դա շատ բան է, էլի ճտիկի պես բան է, ճտումը ալնում է, ախպեր, ու հետո դու գնացիր մտքերի հետ, էլի ոնց որ քնում ես, ախպեր, բայց արդեն այդ մտքերի մեջ ես ճոգի, ոնց որ մի հատ վերև եկա, հա, մի քիչ sense բան եղավ, ու ցած ուրիշ բաների մասին մտածել արդեն ման գալ, ոնց որ Աստծուն ենք ման գալի, իրականում սա, նենց է որ ամեն մեկը իր հասկացած ձևի մեջ, իր հասկացած բառով կարա Աստծուն կոչի, բայց սաղը սնգեր ինչ որ բան ենք ման գալի, էլի, հենց նենց չեք sense ախպեր, բառը դրան ինչի որ հավատա։ Հա, ինչի որ հավատում են, սաղմի գտնելու են, ինչի որ չեն գտնելու, իրանք կերտում են, այն ինչ որ լինելու է իրանց հետ ախպեր, միլիոն տարի հետո դաժը։ Հիմա հասկանալով են կերտում, թե առանց հասկանալ, այդ արդեն հարցի մյուս կողմն է, էլի, հա։ Ու տենց, այդ զարթնի թեման որ եղավ ախպեր, այդ հերթական անգամ ոնց որ այդ մանտրան արդեն դե կարդում եմ, լսում եմ ապես ացանքները այն է, ու այդ զարթնի թեման դե շատ կա, այն դες զարթոնք բառը այդ է նշանակում ախպեր, просветление пробуждение սա դրա մասին։ Ու որ այդ առաջի անգամ եղավ տենց վախցա, այդ բառից ապա դրանից հետո հələ ուղղակի չի հասցրել ինձ բանը մի հատ կազմակերպի այնց նոր իրականության մեջ չես հարմարվել։ Այնց մի հատ նոր իրականության մեջ չի կարող ինձ տեղավորի ախպեր, որ ես կանամ դրա մեջ տեղավորվում ու դարձ ոնց որ հենման կետ չունեմ ախպեր, sense հին ու թազայի։ Հա, ապեր, ոնց որ sense բրիթվի վրա կանգնած այս sense լինեմ, ջոգիր ախպեր, համ ուզում եմ ախպեր հասկանամ այդ ինչ է, ինչի մասին է։ Հինը չի թողում քաշում։ Հինը չի թողում ախպեր քաշում, համ վախում եմ, ապեր համ պայտակ ուրախանում եմ, որ ինչ որ դաստիժենի եմ զգում, էլի։ Վերջը ու դրանից հետո հենց այդ զարթնի թեման գալիս էր, այդ պուճուր սպիշկեն ելնում էր ախպեր, ու ես այդ սարսափը էլի զգում էի, այդ սպիշկեն ելնում էր, սարսափը զգում էի։ Հետո չէի ուզում որ զգա այդ սարսափը, որտեղ դա վախում եմ։ Հա, ասես մեռնում ես։ Իսկ այդ դու չէի գնում թե էգո։ Էգոն, հենց ես էգոյի անունից եմ խոսում, էլի որ վախում էի, ախպեր, վախում էի չլնելուց, որտեղ զգում էի որ ես չկամ, դե ինչ որ բան կա ուրիշ։ Հա, ու դա ես չեմ, հասկանում ես, որպես էգո դա ես չեմ ախպեր։ Ես էլի հենց հա այդ ասում եմ տարբերությունը կա, դու որպես գոյ ես քեզ զգում։ Զգում ես որ դու աշխարհն ես, աշխարհը դու ես, ախպեր, սա քո մեջ է ու դու աշխարհի մեջ ես, էլի, դա նույնն է Հիսուսի թեման էլի, որ ասում է Աստվածի ես հա հայրը ես իմ հոր մեջ եմ, իսկ իմ հայրը իմ մեջ է, ախպեր։ Աստծուն վերաբերական այնպես բան ասում եմ, չեմ հիշում կոնկրետ բան։ Այդպես դրան է վերաբերվում, էլի, որ դու միաժամանակ աշխարհը քո մեջ է ու դու միաժամանակ աշխարհի մեջ ես։ Այդ ամեն ինչը դու զգում ես, ճոգում ես այդ շոճոկի բանը։
Բայց մեկ այդ էգոյդ վախը դու տենում ես ախպեր կողից ինքը վախում է ու դու արդեն այդ ժամանակը արդեն աշխատում դու սկսում ես իրան գուրգուրել սկսում ես քո էգոն գուրգուրել շոյել որտեղ հասկանում ես որ ինքը քո երեխեն է ապսատիկի քո ստեղծածն է քո հարածն է ու դից ինքից սկսում ես իրան փափուկ վերաբերվել ու դից կամաց ես իրան ստացի սովորացնել որ ինքը զարթնի բարից չվախենա այդ որ ասում էի դժվար է փոխելը, կոդ կարած գրես, այդից մեծ կոդ էր գրվել զարթնելու գրով իմ մեջ, ու այդ կոդին սարսափ էր տալի։ Կոդ ես ասում իմ մոտ էդի համոզմունքներն է։ Հա, նույն բանն է։ Իրական չէ, ինչի համար ասում, հետո որ ես համոզմունք ասեմ, իմանաս այդ կոդին մոտիվացնել, իրար հասկանալու։ Հա։ Ու տենց հետո կամաց ոնց որ անցավ էլի, բայց ասենք ժամանակը այն աստիճանի ես փոխում շրջանցել այդ թեման բաբշե ապեր որ գնում էի ծխում էի ինադու ախպեր հա մի բան անեմ մենակ չի մնամ այդ տիպի չէի ոնց որ բան եղել ախպեր ոնց որ բանի վրա էլի անդուտի ես եկավ գնեի չէի բաբշե ախպեր խփել այդ ժամանակ yarում ինչքան այդ դերը process-ից որ դուրս գամ, թե ինչքան ժամանակում հասել այդ process-ը։ Ինչքան ես փախած մանեք, ինչեր այդ սովորել եք օպիտասը։ Սենց ասեմ։ Ամիսներ։ Մինչև ասենք վերջի պոդկաստ դաժե ոնց բան կա մի հատ հայց շատ թեմա է։ Չեմ հիշում ես պատմել եմ դրա մասին, թե չէ։ Այդ բանը տագնապը ոնց հայերեն ոնց է պանիչկա տակա։ Պանիչկա տակա։ Որ մոտս այդ պանիչկի ատականերից էր ելնում անկախ այդ զարթնից արդեն որտեղ ոնց էի հասել ոնց որ արդեն ստիպում էին ինձի որ ես զարթնեմ ու ես չես կարող պայքարես դրա դեմ ապետի անասելի մի հատ երևույթ է շատ ուժեղ երևույթ է ապեն որ խոսքից կարող բռնի sense քեզի հոգիդ հանի էլի մամիդ մեջից պատկերացի ու դու ուզած ու ոնց որ sense պաշտպանվում եմ անընդհատ այս թեման ես քեզ եմ շատ սիրում որտեղ մարդիկ որ ասում են, չէ, ստատուսներ որ գրում են, երբեք չհանձնվեք, բան ես sense ուֆտաբաներ են գրում, ասում գիտես իրանք ինչ են հանձնվում, խոսքի ուզում են աշխատավարձը 10,000 դրամ բարձրանա, ու իրանք չհանձնվեք, պայքարեք, այո, դա անկեր sense որ նայում ասում են, բակարա, գնա, հասկանում ես, ինչ է շատ լավ է, չգիտես արա ես ինչի մասին եմ ապրում, դու որ մանգալ մտնես գլխի մեջ, երդաստանովի կխտնվեք, շատ լավ դեպքայություն կաստնատուք ինչ անեք, ինձ որ շնբան չեք կարող անեք, ես ուրիշ արժե համակարգում եմ, հա, այդ այս բաներ, որ խոսքի դրանից հետո տենում ես, ապա խնդան ստավալույա, ախպեր ուզում ես ասես արայ տացեր ապրել դետ ինչ ես անում, ախպեր ես գենա, այլի ախպեր էտ ինչ հա կատարում հա ու այդ բային շատ ես ուզում օգնես, բայց դետ ոնց օգնես այ մասածների չինում չես կարի պետի իրանց կոպիտ ասած կասածով դանակը ոսկով հա, պետի իրանց կյանքը բամպի ապեր, մինչև իրենք շողի գանցը չեն գա Վերջը ախպեր, այդ պանիչկա ատակեքը որ ելնում արդեն ոնց որ ընկեր անընդհատ ախպեր ոնց որ աշխարհս ախպեր sense բանը փշրվի ապե ատոմների ասած ծխվում ախպեր անընդհատ ու մնում եմ ոչ մի տեղ ապե ջողում ես ոնց որ ես կամ բայց չգիտեմ ով եմ ինչ ուր դեսկամ աբրես ապե անկեղծ եմ ասում պատ էի մանգալի որ կապնեի ապեր որովհետեւ այս մի կտորը չկանդրի անհատ այդպես վախենալու էլի ապե սարսա Դեմ ես կպատկերացնել էլի ով այս թեմայի մեջ։ Հա, մի օր ախպերս հերթական օր արդ այն աստիճանյալում որ ես ամեն պարկելուց ապե պարկում եմ որ մեռնեմ արդեն պարկում եմ ու լացելով ախպեր ապե 30 տարեկան տղա եմ ասել նու հիմա 34 բայց հա ախպեր անգեր դաժե չքնեսել ավելի բադ լուչը քնեք որովհետև պարկում եմ ախպեր աշքերս ես եմ փակում ոնց որ ես իմ փակելով վերացնեմ արդեն ամեն ինչ դու գիտես արդեն տեսող ես ինքս ճմբար մի արեք ես ինքս որ պարկել եմ ախպորս ձեռը բռնել եմ ու լացել եմ ամեն գիշեր ես պարկում էի ախպորս ձեռը բռնած հաջող էի անում ապե ու լացելով sense որտեղ հոգնած եմ ուզում քնեմ ախպեր ու դից պարկում լացում եմ գիտեմ մեռնում եմ հեսա ախպեր բայց դու զարթնել եմ առավոտյան գերջոգի ուրախացել եմ որ չեմ մեռե իսկ նա դեպի հաստամ այդ հասկում շատ է ապա ես տանջվա մի որոշ ժամանակը հիմա
չգիտեմ ինչ ես ասելու, բայց ենթադրում եմ, որ այդ քո տեսած երազներն է, քեզ կոպիտ ասած կեկին, որ դրել դի բերել։ Դες ոնց, այսպես ապես, պատմում է ինչ է եղել։ Երազից տենում եմ ախպեր։ Գազանանոց, հա։ Ինչ որ գազանանոց, լիքը կենթանիներ են ախպեր։ Ինչ որ ջրեղեղ այլ է, տոլի երկրաշարժ այլ է, ինչ այլ է, քանդված գազանանոց, հա։ Ունդ արջերն են վազում, փախնում, ունդ ուխտերը բաներ, ասենց խառը ախպեր ինչ որ վիճակա, ու մեկը ոնց ասենց մա քանդված տեղի հետևից ախպեր, մա սածիրա դուրս տալի ախպեր։ Սածիրը գիտես, պերսոնաժ։ Չէ։ Հա, կոտոշներով էցի բոտերով ախպեր։ Այդ սածիրն է դուրս գալի ախպեր։ Ես դուրս է գալի տենում եմ իրան ախպեր, ինքը ինձ է տենում, ոնց որ ես դեպի իրան եմ քայլում, ինքը դեպի ինձ է քայլում, ես միաժամանակ հավասար ախպեր, բառ ախպեր։ Ասում ենք իրար հետ ապես ու դեռ ասում ես քեզ ճանաչում եմ, ինքն ալուց ասում ես քեզ ճանաչում եմ միասին։ Ու սենց գալիս է, սենց գրկում է ինձ, ես գնում իրան եմ գրկում, ու ասում է քնած է զարթնի։ Ապես զարթնում է ու այդ իմ սպիշկ եմ գլխից մեջ մա պլյուս է վառնում ախպեր։ Հետաքրքիր է հենց սա է։ Հիմա ասում եմ ախպեր, հենց սա, ոչ ես քնիցս արթնանում եմ, ապա այդ օրվանից ես պանիցկի ատակա չունեմ ընկեր։ Իսկ եթե դա ինչ որ նման բան էլ նոմա, ես այնքան պատրաստ եմ այդ ամեն ինչին, որ խոսքի սենց սպան եք ապել։ Հա, սպան եք տենան հետո ինչ եք անել, դրանից հետո ինչ կան։ Այդտենց, խի սածիր ախպեր, որովհետև պարզվում է, որ ախպեր։ Այդ արդեն հետո է։ Հետո եմ իմացել, հա, ես խոսքի պրոստը ընկեր աղբորս պատմեցի, իմ աղբերը բան, լիցաբանություն տալբերես երկրներ շատ լավ գիտի, էլի աղբեր, հունական, եգիպտական աղբեր, սաղին աղբեր գիտի, աղբորս պատմեցի երազը, ու աղբերս ասեց պանն է եղել աղբեր, սենց հա ձերը դրեց գլխի տակ, ասեց պանն է եղել աղբեր, ասեց ինչ պան աղբեր, պանով է, ու ինքս ընդ շոկի մեջ գնաց, ասեց մտի նայի աղբեր, բացում եմ ինտերնետը, գրում եմ սածիր պան, պարզվում է ախպեր, ինքը ինչ-որ կիս աստված ատոլի ինչ հա, տենց միֆիչեսկի չուվակ է, ու բան, պանիկա բարը, իրանից ախպեր, դուրս եկել, պանիչեսկի ատակի հասկացողությունը իրանից է դուրս եկել, ախպեր, իր անունն է հիմքում։ Այսինքն ինքը գալիս է քեզ անթաց զարթնացնելու, նայ, ինքը դուդուկ է նվագում ախպեր, այդ իր դուդուկ է շվի է ինչա, դրանով ինքը վախ է տարածում մարդկանց մեջ ախպեր, սարսափ։ Չեմ իմանում ես չեմ իմանում, բայց ինքը տենց ոնց որ նվագում է ու սարսափ է տարածում մարդկանց, կարող է ինչ-որ պատերազմական թեմաներով, բաներով խոսքի հետ արվում, բայց ինչևէ, ու ինքն է այդ պանիկան, այդ պանն է տարածում, էլի, այդ սարսափ տարածողը ինքն է, ոնց որ ինքը եկավ ինձ գրկեց, ախպեր, ոնց որ բուժեց, ընկեր, ես որ չկարդացի տեսա ախպեր, ասենք ես չեմ, հասկանում ես, ես չեմ իմացել իր մասին, որ հետո ասեմ երազումս ես դրա համար սկզբից ասեցի, դե երազների այդ տես չի եղել ախպեր, որ ոնց ասում են ենթագիտակցությունը, ասենք ուղղակի քեզ ցույց տալի են ինչ որ կա, ասենք ենթագիտակցությունը դմեջ չէ, իսկ եւ այնտեղ ոնց են շարադրում ազիվ ֆիգա բենց հետաքրքիր չի, ես որտեղ իմ փորձով գիտեմ, որ ես ապել բաբշե ճուղակին չեմ իմացել իր մասին ոչ մի բան, բայց ինքը իմ երազում եկել է, իր գործնարը գնացել է, հետո հենց այդ քաստացիվով մի հատ գաղափար ինձ հետաքրքրեց, որ մարդը ծնվում է իր ուղղը այս աշխարհի ու ամեն ինչի մասին արդեն ամեն ինչ գիտի։ Այո, ամեն ինչ գիտի ինքը ու ուղղակի դարակներ կան, որ իր ապրելու ձևից, բարձր, իր ապրելու ձևից եւ այլն այդ դարակները բացվում է, ինֆորմացիաները մարդը իմանում է ու լիքը ինֆորմացիա է իր զուտ ապրելակերպից չի բացվում, ինքը դրա մասին չի իմանում։ Այնց որ ասցի sense speech կա կապը բայց իրանք կան, դրանք կան։ Դրա համար էլ դու մինչև այդ կետը չես իմացել, բայց ինքը իրականում իմացել ես։ Բանա, բայց ախպեր, այդ ինձ այդ նույն բանն է, միտքը կա միջը քոլներ չներ, ծառը էս եղել ախպեր, ինձ մեծ ասենք ես դասի ծառը։ Այսինքն ծառ բառը եղել է, հասկացությունը եղել է, այդ վիբրացիան եղել է, որ այդ ծառը դառել է ծառ։ Ես կապ չունեմ, էլի իր հետ։ Այսինքն այդ որ ինքը աշխարհում կա Չէ, իմաստն է, որ դու այդ ինֆորմացիան արդեն ծնվում ես։ Բնականաբար Սարքյան կանապատում ապրես, ծառ ընդհանրապես չտենաս, բայց դու արդեն գիտես որ կա։ Բավական ծախվերա կա։ Դու ասենք այդ նույն, գիտես որ թեման է, նույն քայլելու թեման է, որ երեխեն մորը բռնում, մեր երեխու ձեռներից բռնում է ու ասենք սկսում է քայլացնել խոսքի երեխու։
Երեխան ինչ գիտի, կենսաբանություն գիտի, բան որ հասկանա որտեղ ոնց ոչ Կամպետի բարտադի քայլի։ Հա, Դա ներքին է։ Իսկ որ ավտոմատ շատ պատմում ա որտեղ որտեղ ընդ ինչ որ մի բան քայլի, ասում ա դավայ բախտնա որ որտեղ չպտես, դի քայլը սովորը։ Հա, տենց է։ Ապա պրոստը եսի մնգեր։ Հա, թույնա, շատ թույնա, ապա շատ կյանքը հետաքրքիր է։ Շատ։ Այնքան հետաքրքիր է, որ բայց կներես ընդդալու կլինի, բայց արտանցների համար հետաքրքիր։ Հա, քնածների համար իրենք չգիտեն որ քնած են, ապա իրանց հիմա ես կարամ ասեմ չոր դու քնած ես, ապա դու քնած ես։ Քեզի որ դի զարթնես, ապա պետք է գոնե մեռնես մի քանի անգամ, հետո ուղեղդ պետք է հասկանա որ մերար, այդ ընթացքում միջև ինքդ ընց ապրածից կանի մատ հետաքրքիր բան ըստ քո ունեցած հասկանաս ինֆորմացիա ինքը պետք է կազմակերպի այդ ամեն ինչը քո իմացած բառերով, բառակապակցություններով, մտքերով քեզ համապատասխան, հա։ Այդ ընթացքում դու մի 10 անգամ էլ պետք է մեռնես, ապա հետո ելնես, դու վախնաս, լացես, ընկնես, կասած հիմա փոքր մի քիչ տալիս, փոքր միջև մաքսիմում։ Հա, թե չէ ախպեր ուսքի Եսի բլին ապրում են, ասենք ուզում են, բան, եսի ավտո առնեմ ախպեր, երազում եմ ավտո առնեմ, երազել ավտո առնեմ ո՞ն արա, երազում եմ ավտո առնեմ ախպեր, ես օրինակ ինձ մեկ բան են անում, բաբշե, ես տատուիրովկեքի թեմա շատ են զայով բանում, տուտ են անում ախպեր, դա ույշ տատուիրովկեքի ունեն, որ չեն երևում, են գապես աղի վերաբերական, գալի հարցնում են ախպեր, ես ինչ, Վերես այսքի էի ասում, որ կաս նա 10 սախր, ինչ սենք ասում, չեմ իշում, արմա 10 էլի, որ կնած են սա, աբա ծիդիխ էի ասում, հա, կներես, որ ավտոյին ուզում արել, հա, նպատակ, հա, սենց բան կա, չէ, ազատության թեման, վաբշե բանի մեջ է կա, էլի, գողական աշխարի, այդ կուլտուրայի մեջ է կա, էլի, ազատություն ախպեր, չէ, ազատության հասկացողություն, Իսկ գաղութը նստած է մարդը ազատությունն ասում կամ չգիտեմ։ Հասկացա։ Ու դրան վերաբերական տատուիրովկեկ կան ախպեր, որ ազատություն, որ ես якобы ազատ եմ, բա։ Հա, այդ սուբկուլտուրի մեջ։ ինչ որ թեմա, այդ թեմայի մասին չեմ հասկանում, չգիտեմ ախպեր, ինձ չի, ինչ որ X տարիքում փոքր ժամանակ այդ թեմայի ոտերի տակ առնչվել եմ, չեմ էլ իմացի ինչ ոնց եւ այլն, հետո ինձ չի որ խցկվել եմ, դուրս եմ եկել այդ ամենի մեջից, բայց հիմա ոնց որ իմ կողքը կա էլի այդ կուլտուրան, ես չեմ կարող вообще ոչ մի բան չիմանամ ախպեր։ Հա, ինչ որ ձերի առնչություն սա կա ու հարցնում են, ասենք, ազատության մասին այսեղի խոսացի, որ ես ազատություն եմ ուզում, բայց ստեղ արդեն իմ եսս մասնատված բահն է, հասկացար, ես իմ եսից եմ ազատություն ուզում ախպեր։ Այդ իմ համար ազատություն կլինի։ Եթե օրինակ կորոնը հիմա չլինի ախպեր, լինեմ մենակ ես, հասկացար, առանց իմ կերպարի ես լինեմ ազատ։ Այդ իմ համար ազատություն է։ Ես երազում եմ դրա մասին։ Իսկ ինքը երազում է ավտո առնի, ապա ես ուզում եմ տարբերությունը դու հասկանաս, յոգոս մեկ ինչի մասին ենք ալու։ Բայց քո ասած ազատությունը մի քիչ դժվար հասանելի է։ Գիտեմ, ես չի որ չգիտեմ, դրա համար ոչ նրանք քեզանից կապված չի, էս բայդրությամբ էլ։ Հասարակությունը շատ մեծ ազդեցություն ունի։ Հա, ես հասկանում պրոստը հենց այդ դու ստիպված ես այսօր մի հատ դեր վերցնես աշխատողի, հենց գործի։ Դե բնականաբար, զուտի քեզ դերը խաշի կարա։ Ապրես, հա։ Իրանք այդպես բաները չեն կարող հասկանան ախպեր։ Ու ոչ միայն այդ հիմա այդ կուլտուրայի մասին չի բացի։ Յուրաքանչյուր մարդու մասին է խոսքը։ Ինքը ասում եմ դու ով ես, ախպեր։ Ինչ որ մեկը խոսում եմ դու ով ես։ Ասում եմ ես ֆուտբոլիստ եմ։ Այ դու ես ֆուտբոլիստ եմ, ո՞ն է ոնց դու կամ ես դերասան եմ, ես մատնահատել եմ, աբրախի։ Դու ով ես ախպեր։ Մի հատ դիելը դու քնած ես ախպեր։ Դու քեզի այդ ինչ ես այդ վերցել ես, այդ պիտակը ճպցրել ես դեմքիդ ախպեր, ոսկի ես բան եմ, դաշնակահար եմ։ Կամ ես եմ, դու ոչ մի բան չես ախպեր, դու պետք է այդի հասնես, դու քեզի դու ես քեզ փակում հասկանում ես, հա։ Դու վերցնում ես, հա, ու քեզի փակում ես ախպեր, դեմդ պատը շարում ապրում է, դաշնամուրի պատում է, սրա նրա Վիկտոր Ֆրանկլ, ես թե չէ, ուժեղ հոգեբան է, ու բանը Գերմանիայի երկրորդ համաշխարհային ժամանակ ամենաուժեղ բանն է անցել, կոնցլագերի մեջով անցել, օֆսետ կարծեմ, չեմ հիշում, ոչ։
ու ինքը արդեն հոգեբան եղել է, որ ամբողջը տարել է, ինքը ընդ ապրել է, տեսել է ամեն ինչ ու դուրս է եկել։ Ու ամենահետաքրքիրը համ իր փրկվելն է, ամերիկացիները գալիս են կոնցենտրատորն ազատելու, սաղին բարձում են, ավտոները քշում գնում են, իրեն թողում են ընդ։ Տեղ չի լինում նստելու, ասես ասում վարորդների դեմը կայնած դերում են ոնց է ժարասյունը գնում։ Հետո իմանա որ ցելի Շարասյանը բանդիտ է արել։ Լսել եմ դա պատմությունը։ Ու ինքը այդպես փրկվում է։ Բայց ասում եմ հետաքրքիրն է նա որ դե որպես հոգեբան այդ ընթացքում աշխատել է բանը, ասում եմ հետաքրքիրն է նա որ առաջինը հանձնվում էին նրանք ովքեր որ հավատում էին։ Որ փրկվելու են։ Երկրորդը հանձնվում էին նրանք ովքեր որ չէին հավատում որ փրկվելու են։ Իսկ ասում եմ չհանձնվեցին իրականում նրանք ում համար всё равно էր ինչ։ Այսինքն ինքը ասում է ես գնում էի բամփորահայս գցելու, բայց ասում է ես ինձ չէի տրամադրում որ ես ստեմ, իրանց ստրուկն եմ, իրանց գործը։ Ես այնց էի ինձ տրամադրում, իբր ես լսարանում եմ ու իմ ուսանողների դեմ դասախոսություն եմ ասում գործանելու ընթացքում, այսինքն իր համար իտոգը Սպանեն, չեն սպանի, ես իմ ուզած կյանքը ապրում եմ, ես սիրում եմ հոգեբանությունը, կապ չունի ես բանի, որ քրում եմ։ Էդի հենց այդ նույն Կարլոս Կաստանեդան ախպեր, էդի հասած հիշում եմ, որ եմ մոտա, ասում է, մացից հասկացություն կա, чувство собственной важности։ Ոնց է հայերեն թարգմանի։ Հասկանում եմ։ Մենակ մեկ չենք։ Սեփական կարևորության զգացմունք, զգացմունք, սեփական կարևորության զգացմունք, ապրես ոչ ներասիրված։ Էդի հենց դրա մասին ապը։ Դու երբ որ ընկեր չես, դու քես մտածում ապը, որ պետք է էս լինի, որտեղ դու ուզում ես ինչ որ պատկերացում ես, ինչ պլան ես գծում գլխիդ մեջ, որ այսենց այնենց, ու հետեւաբար դու տես լավ պլան ես վեճնի գծում։ Այսինքն որ դու գծելու ես ոնց է սովված սատկենով ոսկի 10 օրից, դու ամեն ինչ անում ես, որ լավ կլինի, էսի սենց այն ինչ որ դրական բան է։ Ու վերջը դրան է սազդայешь ожидание, էլի։ Սպասումներով, սպասելիքներ ունես ապրես, սպասելիքներ ունես ապագայից։ Իսկ երբ որ չկա այդ чувство ախպեր собственной важности, դու քեզ ես ասում դու բերախի ապե, էսի մի հատ ով ես դու вообще հասկանում ես իմաստել չկա, էլի ավտոյի համար ավարտից դու գնաս փող աշխատես ու ավտո չէ, բայց էդի յանի ես այն փայական եմ ասում ախպեր, որ ես ворթ եմ, էլի ես հենց այնպես չեմ ворթ ախպեր, ես հենց այնպես չեմ ворթ, բարամ ջան, ու ինձ դուր ակալի այդ ворթերն է, որտեղ ապե, այսօր դու կարաս ինձի քրվես ընկեր, կողից այն մեկը կարա անցնի ինձ քրվի, այն մեկը կարա անցնի տավզակ օդից, այն մեկը կարա անցնի, ոչ եմ հասկացար, այսպես ինչ որ բացասական եմ ասում, ու այդ իմ մոտ բան իմ ճոճանակը չի շարժելու հասկանում ես տեղից, ես չեմ ապե, քեզի հակա ոչ մի բան չեմ ասելու, էլի ախպեր, ճոգիր, որ ընկնեմ ես կյանքիդ մեջ։ Քանի հոգի ասում, ոնց չէ, գիտես, ապե նենց հեչ թեմա է ապե, նենց հեչ թեմա է, ասենք եթե ես ճոճանակն է, չէ, ես ախպեր, ես գնում գալի։ Այո, պետք է վրթես որ։ Հա, ընկեր, եթե դու բան չարի կապար ինքը մի հատ ես կգնամ այդ կյանքն է ախպեր։ Բայց ինքը գալի խփում է, ասում ես ոնց ապե, մատը թարստում ես տալի, գնում ավելի ուժեղ է գալի խփում։ Ու դու տոկում ընկնում ես մի հատ մթնոլորտի մեջ, որտես չես կարող դու զգաս պրոստը ապե։ Իսկ այդ ակտիվը այդ Զելանդի մասին խոսում ենք, հենց այդ մայտնիկների մասին, Այս նույն բանն է ասում։ Ինքը գոյություն ունի ու սնվում է մեր էներգիա։ Այո։ Քո ուշադրության էներգիա, էլի։ Դու կյանքը խլում է ախպեր քեզնից։ Քո կյանքը խլում է քեզնից։ Դու կարայր օրինակ գնայր նստեիր սիրուն ախպեր, չգիտեմ, սարի քալի նայիր ոչ մի տեղ։ Հա, մտ կայֆավատելներ, ինչ որ ձեւի հաճելի անցկացնեի ժամանակը։ Դու խոսես ենք կես ժամ ընկեր, խոսքի քեզ ապրում դիգանա մունաթ է գալի իրար վրա։ Ես այտենց եմ վերաբերվում ես հարցին ախպեր։ Ես ընկեր, եթե ես ապե, եթե դու ինձ ասում ես ապե սենց է ճիշտ է, նենց է, ապե լավ ես անում ախպեր։ Ինչ ուզում ես ասա ախպեր, ասա պրծի, ես քեզի ներքանկար գտնվեմ, ապե իմ քուճուր դերը խաղամ քո մեծ աշխարհում, ախպեր, ասեմ հականերս թող սիկտիր լինեմ այդ հասկոց ախպեր։ Դու գնա քո ուզած կյանքի մեջ, ապե ուրիշ մի հատ ազախ քթի իրար հետ ախպեր։ Ինչ ուզում եք իրար արեք, ապե։ Ինձնից վազեցեք, թողեք ես այդ համ նստեմ ворթասարի նայեմ ոչ մի տեղ։ Ոյ պրոստը իմ կայֆն անեմ ախպեր։ Ճոգիր ու բայց տենց չի ապրում։ Մեր հանրությունը
մեկը մեկի կարծիքներով է ապրում։ Մեկը մյուսի վեսի շտասի, բայն ինչ կասի։ Օրա ես այդ Ստալինին արամի ասել է, հեսա այդ Ստալինն արեց ինչ արեց։ Լմաթած քաշվա վրա ապե։ Ինչա դա sense կոպիտ չէր էլի ապե, ամեն դեպքում էլի կար թեմաներ կային, էլի կարծիքներ կային եւ այլն, չի կարծիքը Ստալինն օրինը։ Հա, բայց շարունակ քիչ դու կարծում ես ինձ էլի մեր պատմիչներին են վաղ հայ մտածելակերպով, հայ մտածելակերպ։ Դու սարը ձորը կասած սովետից հետո շատ տարբեր է։ Բայց տենց հակասուն տիկն այ որ ոսկեղեն է ծախում, սա ոսկեղեն է ծախում են, բա որ զենք հարվեց։ Հա։ Անիրեն որ մեկը զենքը ծախում են ոսկեն անում են։ Անես չի որ զինվելը լավ բան է, դրա մասին չի էլ։ Այդ вообще հա։ Բայց դեն որ պահը գալի ասենք են որ բանականներն են զենք վերցնում հելնում կռիվ անելու դի հասկանաս էլի երբ այդ բանը օրինպես այ ես քաջ գիտակցում եմ ախպեր ու ավելի շատ այդ զգացական մակարդակի վրա երևում էլի քեզնից քո փոխանցած աուրան ես տենում եմ ախպեր լսում եմ զգում եմ ախպեր ով ուզում է սերի դու կնես փողոց բան ես զգում եմ ախպեր դու ինչ ձևի վերաբերմունք ես ուզում ինձ ցույց տաս պատրաստվում ինձ ցույց տաս կամ մի հատ արտահայտությունը մի հատ նախադասությունը լրիվ հերիքա որ ես հստակ հասկանամ դու ով ես ախպեր հա քեզնից ինչ ես ներկայացնում ու ես քեզ կարամ լիքը տեղ թողեմ ախպեր որ դու հելնես նստես ուսերիս ապե գողտերեդը թափ տաս հասկացար բայց քեզ պետք է այդ պետք է չպետք է հարցի չի ախպեր ախես տեղ թող որ այս ճոճանակի համար եմ թողում ախպեր որ ես չներքաշվեմ քո կյանքին քո առաջարկած մթնոլորտի հետ ես չհամաձայնեմ հասկացա դրա համար ես քեզ թողեմ դու ինչ ոնց գիտես ախպեր որ դու չես կարող մտնես իմ մեջ էլի դու դե թողալով չես թողում մտնել ապրես այդ թողելով ես չեմ թողում որ դու մտնես բայց ախպեր բաց ես մոտ նուրբ գից կա էլի պրոսեն բանականը զենք հավես դի քո արժեքներն են Այդ իմ արժեքներն են հələ թող ախպեր նայ տես հիմա իմ համար ի՞նչն է արժեք ապա իմ ազատությունը արժեքա որ ես չունեմ ես չունեմ այդ ազատությունը որովհետեւ դու չես կարող խելես ինձ նենց մի բան որ ես չունեմ ախպեր ես չունեմ ազատություն որ չէ օրինակ ես արժեք նկատի ունեմ ընկերություն հայրենիք տուն սփռություն ինչ այդ էլի sense գլոբալ բաներ եմ խոսում բայց ես ասում բայց այդ հա հասկացա ինչ ասում բայց այդ էլ հələ մի տեղ կարելի է հա դրա հետ էլ կարելի է հասկանալ ու չքննադատել որովհետեւ էլի ինչ որ մարդ է ինչ որ մի հատ բանից կոդերի մեջից դուրս է եկել am հատ բանը բլթացնում ախպեր բասկի ասենք տոֆտիկի պատճառով չարժի ասենք ինչ որ չգիտեմ այդ չափալախես մեր տանեն ախպեր քաշ քշեն ես այդ քրիտիկական բանը նկատի այ ես այդ քրիտիկական բանն եմ հենց հիմա ասում որ ասում բանականը զենք հավերցնում հենց դրա մասին ախպեր բայց ոչ թե Գիտես ինչ, բրիգան ապե դանակը հանեն ուզենան ինձի խփեն ախպեր, որ ես ինչ որ մեկի վրա ձեռ բացեմ։ Այո, քրիտիկական բանին հիմնվում է քո արժեքների վրա, եւ այդ նկատի ունեմ։ Բայց քրիտիկական զուտ ախպեր, հիմա ես իմ լինելու միջոցն է մարմին ախպեր։ Այս բանի դրությամբ ես այս մարմնի մեջ կամ ու ես ինչ որ process-ի մեջ կամ հասկանում ես, ես ծնունդից մահ process-ի մեջ եմ հիմա։ Հա, բայց դու ուզում ես էլ մնաս։ Հենց այդ եմ ասում, ես process-ի մեջ կամ քննում եմ, կարող է ինքը այն մարդն է, որ պետք է գա ու այդ process-ը խանգարի ախպեր։ Կիսատ թողի, որտեղ ձևը տենց է, իր աշխարհը տենց է, դե դրա հետ եմ համաձայն, բայց ես մտածում եմ, որ եթե տենց չի, ես ինչ որ գործողություն անեմ ախպեր։ Որ ասում են ընտրություն չանելն էլ է ընտրություն, չէ՞։ Ապրես։ Ես կարամ կամ չընտրեմ ախպեր դանակը մտցնեմ փորես կամ կարամ խոսքի մոտ ուխո դանեմ բոքսը մնգնի ծորից օրինակ։ Ընտրություն չանելն էլ է ընտրություն, դրա համարժեք մի հատ ինչը կատարվում է, դա էլ նպատակն է։ Հա, ես միշտ դրա ես այդի շատ հետաքրքիր թեմա է։ Ցնցվել էի։ Հա, ապա շատ թույն է, այդ ես տեխնիկ թողեցի 3 հատիկ բարձ բառա, բայց էլ ինչքան բան ասում։ Հա։ Դա չի թվում որ դու ներվես ախպեր ես կյանքում ոչ մի բանից։ Պրոստը մարդիկ Արա իրանք չգիտեմ ոնց են փորփրում, բայց էլի գտնում են ինչ-որ բան, ներվելու։ Նույնիսկ случается, они чилնում, ուրեմն ձյան արազատիկան են կյանքում։ Ինչ-որ չիլնում ախպեր քո կյանքում, ուրեմն տես պետք է լիներ ախպեր, ուրեմն պետք է չլներ էդի, հասկանում ես քո կյանքում, եթե էս ա եղել, ապա ուրեմն էս պետք է լիներ։ Եթե ես ախպեր ընկնում եմ ավտոյի տակ, ապա ուրեմն ախպեր մի բան եղել է, որ ես ընկնում եմ, հենց անես չընկա ավտոյի տակ, ապա ես փողոց անցա, ապա խի փողոց անցա անգեր ես։
Կարայի չանցնեի, կարայի ուշադիրելնեի ապե կամ խի փողոցանցա որ հաց առնեմ ուտեմ։ Խիմ ես հիմա հաց առնում, եթե կարայի օրինակ ախպեր հեռախոսի մեջից դուրս գայի 10 րոպե առաջ։ Հայինքը, բայց դա այն ցավոտ հարց է, որ մարդիկ իրանց վախենում են տան առաստը։ Դե նի ապե վախենում են, չեն վախենում, մենք չենք Ես հասկանում ենք, որ մենք պետք է այդ հարցերը տանք, որ մեզ համար լավ է։ Դե բնականաբար մարդիկ երկու հատիկ տալիս են ջոգում են, չէ, ցավոտ հարցերը առաջ, հա, ասում են, պետք է տերոջ։ Իրանք հոգնում են մտածելուց։ Դա էլ կարող է, հա։ Իրանք դաժե չեն ջոգում կարող է մտածել, որն է, ինչ է նշանակում։ Ջոգում ես ինչքան վատ բաներ ասեցինք։ Ախպեր դե հիմա թողում ես ներեն բոլոր սրտերը, ախպեր բոլոր փառավորված արարածներին ես ներողություն եմ խնդրում որդս, բայց դե ապե ինչ կա այն կա էլի կոնկրետ։ Գիտես ոնց ես չեմ կարող ոչ մի բան ուբիդի տանեմ ախպեր։ Չեմ կարող ոչ մի բան ապացուցեմ։ Ես գիտեմ որ զենցա բայց հա բայց չեմ կարող ապացուցեմ։ Հա մի ախպեր ես Միջև ինձ ինչ որ մեկը որ այն վաղտ ասում էր դու քնած ես զարթնի ախպեր։ Ես չէի հասկանում, ասում ոնց եմ քնած ախպեր, զարթուն եմ անգերած զարթուն եմ ախպեր։ Ասում չէ քնած ես ախպեր, զարթնի ախպեր։ Դե գնա ապե ջոգի կամ բան կար ապե, նա էլի տես գուրումներ կային, ինչ որ ապե սաթխեր կային։ Նայում եմ ապե տարբեր դենք եմ լսում եմ էլի ամեն սացանք 1000 հոգի կան ախպեր տարբեր տեղեր, լսում եմ այս ճուվակներին, այս ճուվակը ասում է բանը Նստի, չուվակ արա, ինչ ա մի ոտի վրա սենց բաներ են անում։ Ասում է նստի պրոստը ու ասա, որ այս անունը տու, ասա այդ անունը ես չեմ, էսի ես չեմ, էսի ենի ես չեմ։ Բան ասում, դի ոնց որ հրաժարվում ես հասկանում ես, դու այդ իմ ասած բանն է, քո պատմությունից ես հրաժարվում, ազատություն ես դեպի գնում, էլի, դի մարմինից հրաժարվում ես։ Կանոնը դու չես։ Հա, հենց դա։ Քեզ մի քիչ հասկանալը դժվար է, բայց հենց էդի հասկանում ես, լիքը բան տեղ անում է։ Ես շարունակում ես այդ ծրը մտածելու ապե։ Այդ կարաս էդի հասկանաս ու էթա սերիալ նայելու ապե։ Սերիալ նայելն է պետք է։ Հա, վերջը։ Նստած եմ որ ասում եմ էսի դու ես կողից արեմ նայում եմ այլում եմ դեպիլա, այս կայնը նաղ։ Էսի դու ես հա ու ոչ մի բան չէր փոխվում, հասկանես, ապա ես մի մոտավորապես 4 տարի այդ տենց ընկեր բան, այդ խարը տազոկի մեջ եմ եղել, որ կարդացել եմ, լսել եմ, բան գնացել եմ, լսել եմ, բայց տենց է չեմ հասկացել, ես ինչ եմ անում, չեմ հասկացել։ Ապե չէ, ընկեր սացերից առաջ, չէ, հա, սացերը, ապե սացերը մի հատ օղակն էր, ապե միջև է, որտեղ մի հատ բան հասկացողություն կա, չգիտեմ, լսվել ես թե չէ, կոչվում է տիպա, կարծեմ իուդայի, չէ, հինդուիզմի մեջ է, նիրվակալպա սամադխի է կոչվում, սամադխին գիտես որն է։ Չեմ էլի մի հատ հոգեվիճակ է էլի, որ դու այդ սամադխին տոտալ ազատություն զգացողությունն է, ապե նիրվակալպա սամադխին տոտալ ազատության զգացողությունն է, այդ բացարձակ ճշմարտության մեջ գտնվելն է ինչ-որ տևում է ապե տենց գնալու կոպիտ ասած ձենի մեջ ես։ Հա, ձենի մեջ ես ընկնում ամիվեր։ Հա, աշխարհը կորում է, դու ես վառվում ես ախպեր, եկում ես ձենը լսում ես դրոցը վիբրացիան ապե ոնց ասա շարժվում, ընկեր սարքվում բան։ Ով շամ շատ թույն է ախպեր։ Ու վախնալու է։ Հա, բայց ֆանտաստիկայի ջան որ ունես։ Հա, մի անգամ որ ունես, հետո ուզում ես ախպեր։ Ճիշտ է, բայց հետո մեկը ցտի էգոն քո երեխեն է ախպեր։ Ուզում ես սպայես անընդհատ։ Հա, ոնց որ անընդհատ ուզում ես որ ինքը լինի ախպեր, ոխոսքի չգիտեմ, ինչ որ էլի ձևի մեջ լինես, հասկանում ես, որտեղ գիտես ոնց։ Նայ ունեք այս սեղանը հիմա կա, ինքը իրանով կա, չէ։ Այս սեղանը հիմա այս հեռախոսը պահում է ախպեր։ Այս գլխարկն էլ է պահում, այս գիրքն էլ է պահում։ Իսկ իր համար ախպեր հետաքրքիր է, որ ինքը սխայեսը պահի, որ լինի, հասկանում ես, ինչ որ բաներ լինի։ Դրա համար էս տարբերությունը բազմազան կյանքը կա, որովհետև ընդուծել ախպեր այդ վիբրացիան ինքը իր լինելով պրոստը sense ոնց որ ինքը բանն է էլի ապա սկզբնախտուրն է։ Հա, ջոկի։ Ինքը կա որ ուրիշ։ Դու որ մի հատ մտնում ես մեջը հասկանում ես այդ ինչ լավ է, բայց սոտեկի ուզում ես։ Հա, որ հետ գաս որտեվ շարունակես, որտեվ ամեն ինչի մեջ դու մեկը կաս ախպեր։ Sense թե կապ չունի ապա դու դել կաս ինչ որ ձևի մեջ, ստել կաս ինչ որ ձևի մեջ։ Կան ուղակի չեն զատիկի մեջ էլ ախպեր կաս ինչ որ ձևի մեջ հասկանում ես։ Ինքը իր ձևն ունի, որ ինքը եկել է, որ հիմա տենց չգիտեմ, իր 10 հոգի գնում։ Ոստե ու մեր խոսքի ուշադրությունը ինքը վերցրել է հասկանում ես, իր առաջարկած մթնոլորտի մեջ ենք մենք հիմա ապրում ես նայում ենք իրան, տենց սիրուն տոտոբաներ։ Ու տենց էլի դու ուզում ես լինես։
ու դրանից հետո էլ հա մեկը, ասենք պրոստը ինչ որ բաներ ես հասկանում, ինչ որ գիտակցություններ ա գալի, ազարենյաններ ա գալի, ախպեր, որ հասկանում որ էսի սենս ա, որտեղ սենս ա տղա ջան։ Դու պիտի հաշվի ստես իրականության հետ։ Դստե ձևը սենս ա։ Սա ձևը սենս այդ են բաներն այլ են, ֆունդամենտալ կանոններն ա կյանքի։ Հա։ Ծխողականության ուժն է ֆունդամենտալ կանոն ա։ Դի համակերպվես, հետո ինչ այն։ Ես ուզում եմ օդ թռնեմ, ոնց թռնես ախպեր, թռի ախպեր, չես կարա թռնես ախպեր։ Հա կարող են ինչ-որ լևիտացիաներ անես, ոսկի նստես մի 15 տարի վիզ դնես, մի բան անես, մի քիչ կետից կդրվես, բան թռնել չեղավ ախպեր։ Այտենց էլի, բայց հետաքրքիր է, ու գիտես ամենահետաքրքիրը որն է, ամենահետաքրքիրը այն է, երբ որ դու սկսում ես ինքնուրույն կերտել ախպեր, քո կերպարի կյանքը թե ինչ լինի, ոնց լինի։ Ու ոչ թե այն առումով եմ ասում, որ գծում ես ախպեր, այլ հակառակը այն առումով եմ ասում, որ չես գծում вообще ոչ մի բան։ Թողում ես, որ լինի այն, ինչ որ լինելու է, հասկանում ես, առանց սպասումների, առանց եկանք նրան, որ դու քեզ ուղղակի թույլ ես տալի։ Աբե բաց ես թողում քեզ, պետք է քեզի բաց թողես։ Դե պետք է թույլ տաս։ Ես թույլ եմ տալի, բաց թողեք։ Թե չեմ մամա ջիջի գայնա։ Ոչ մի ասա։ Բաց թողեք։ Այդ հենց է պրոստը իդես ինչ ա։ Նո ես այդ քո ասածին թույլտվություն եմ ասում։ Մի քիչ ես փորձում եմ անես։ Բացատրեմ որ դիմացի դեսկոմե կարե դա էլի հասկանա։ Ես ու դու հայեր հասկանում ենք։ Հասկացեք ես, ճագ ինչ ես ասում։ Գիտես ես դաժե բուր առումով եմ ասում։ Օրինակ ես վերջերս դες հաց չեմ ուտում ախպեր։ Չեմ ուզում ուտեմ հացը։ Ուզում եմ մաքսիմում քիչ եմ օրվա մեջ մի անգամ որ ուտեմ, ասենք իրիկ պապայեցի կողմերը թեթև հաց ուտեմ, որովհետև այդ հաց ուտելը, ասենք ես հաց ուտելուն վերաբերում եմ ոնց որ էներգիաս ես բանան սեղմ եմ ախպեր։ Որովհետև հա թե ավելի շատ ծախսես իրան մաքսելու վրա որ Այսինքն ինքը սեղմվում է, հասկանում ես, հա։ Նույն բանի մասին։ Հա, ինքը ավտոմատ տենց սեղմվում է, որտեղ դու ծախսելու տեղ ունես, ու այնքան շատ է քո ծախսելու տեղը, որ դու ուզում ես ինչ-որ բան անես, ու այդ էներգիայի սպառելը խոսքի այնքան վապետ, որ խոսքի չես տանի ինչ-որ նստեղ, որ ասենք չես շողում արդեն ինչա կատարվում։ Հասկացա՞ր։ Այդ էգոին հետաքրքիր չի։ Որտեղ էգոն սпасելիք ունի, էգոն անթել գլխի մեջ գնում ապագա, մտ այս sense անեմ, այնցան, որ այն այնց լինի։ Ու դա սա հիմնվելով անցյալի վրա, ջագիր, պահի մեջ չի մնում ապե, ստուց չի կարում գաստը, ստուց է գաստը, ու մստը տնալ ինչ կայֆ կեր գաստը։ Դե ամենավերջում մենք իրոք սաղս նարկոման ենք, սաղս կախվածություն ունենք ապե։ Կյանքից կախվածություն, օդից կախվածություն, դա նես չի էլի որ վիրավորական բան չեմ ասում, ինչ կա։ Իսկ երբ որ ախպեր դու չես էլ գծում, ջնջում ախպեր ինչ ոնց, ու պրոստը մնում ես ստե։ Դու պրոստը մնում ես ախպեր ստե էլի ինքը։ Ուստեղ լնում այն ինչ որ կարելի է այդպես անել։ Ժողովուրդ կարելի է։ Այսինքն այն գոր մոմենտն է, որ ասում է վստահ իր Աստծուն է, ախպեր։ Դա էլ դրա մասին ախպեր։ Ասում ես թրջումները չեն մտածում վաղ ախպեր։ Հա, իրանց հացի ջուրը կա, նրա հացի ջուրը կա, ոչ մեկ գործի չի այդում։ Մենք վախից ուտում ենք ախպեր։ Հիմա ես այդ վախը ոնց որ կամած հաղթը հարել եմ ախպեր։ Հիմա ոնց որ արդեն վերում եմ նենց մի հատ փուլի, որ օրվա մեջ դարձնեմ մի անգամ իրիկ ունեմ մի քիչ, հետո տենանք ոնց լինի, բան չեմ կարող ասեմ ախպեր, հա։ Բայց ասենք այդ առավոտները այդ էներգիան, որ սկսում է սենց բան եռալ էփել մեջից, вообще ինձ ցելա դուր գալ։ Այն ժամանակ ես չէի թողում հասնել մի հատ կետի, որ հասկանայի ինչ ալնում դրանից հետո։ Դա հենց թեթև սովը զգում էի ախպեր, մի անգամից գնում էի հաց ուտելու։ Մի թույլտվությունը տվեցի ու տենում ես ավելի։ Հա, հիմա այդ ոնց որ թողեցի, ասի ախպեր, թողել։ Այդպես ինչ ալնում ախպեր, հա, հաստատ մի օր հետո չես սարքի սովից էլ, այդպես ինչ ալնում ախպեր։ Ու տենց կարա դառնալ կողմը Դրա հետ հետաքրքիր այս բանը ուտելուց ենք խոսում, դրա համար էսի օրինակ միտք ասում եմ, որ հələ սովետացել մենք ամից ուտում ենք այս կոմենկով, չէ՞։ Դա էլի մեզ կոպիտ ասած այդպես դասիրակել վերեն հասցրել են, որ մենք մեզ այդպես ենք բանում։ Ահա, էլի ու դրա ամենավառ օրինակը տատի պապիների բանն է։ Փակած պահածոները ապրես։ Եթե գալիս է արդեն այդ պատերազմից հետո էլի այ ապրես որ ծնելուց կմնանք փակենք բանք այդ կոզնա մի ուղղակի
այնքան է ամեն ինչը հասանելի դառը, որ այդ վախը մեզ թվում է թե փոքրացրել է կամ չկա, բայց իրականում ինձ ազդում ինձ կա, բավական, պրոստը ինչ ճոգում որ ազդում է։ Որտե հասկանալու են ազդում, հիմա չէ։ Ու դա հենց ավելի հետ է կարած գնաս ախպեր։ Հա, որտեղ չես հասկանում։ Սովից մամոնտ բան են սպանել, ինչից վախ կար այսօր նա։ Հա, դու կարաս մենակ սովից սպանել, վախից հասկանես, ուրիշ բան չես կարա ուզում եմ մամոնտ սպանել, ու գնանք այս մամոնտ սպանել։ Չէ, ապետ, բանը դու ինձ վախցած ես, որ հետո սպանում ես։ Ուրիշ ձև չկա, էլի, այտենց։ Ու հա, մենք վախից ախպեր, վախը դրդապատճառ է, որ մենք լինենք, շարունակենք լինենք։ Ոստե այդ վախն է, որ թողում ես, ասում ես դե ինչ ախպեր, սա չեմ վախում եմ։ Այո, իրականում վախելու բան չկա։ Իրականում հենց դա իրականում վախն է, ոչ մի բան չկա, այդպես, պրոստը այտենց շատ երկար է ախպեր այս process-ը արդեն գնում։ Հա, կարծրացել է, պատկերացնում ես, ինչքան գենի վրա գենում, նույն գեն, հետո գա, օքեյ, գենը ինչ-որ ձև մուտացիա է ապրում, ասենք կավա միլիոն տարվա ընթացքում ինչ-որ մուտացիա ապրի։ Գենի մուտացիան գիտես ինչու է կայանում, որ ինքը աշխատի ինչքան հնարավոր քիչ էներգիա ծախսի։ Հա, հնարավոր է ախպեր։ Դրա համար է վախը մնացել է։ Հա, վախը մնացել է։ Պրոստը յանի իմաստացնելն է, որ ինքը սորավնը միլիոն տարի հետո էլ մեկը կա։ Լինելու է։ Հա, ու ինքը լինելու է, որտեղ ինքն է, շարժի ջուժ ակսոտեկի ախպեր։ Հա, մենք գենիմա, ըստ ինձ մենք գենիմա ուղղակի տրանսպորտ ենք։ Հա, ինքը փոխանցվի։ Հա, դե մենք այդպես որ խորանանք մենք ոչ մի բան էլ չենք գալ։ Չէ, բայց հետաքրքիր է դրա մասին մտածել, նայ, ասենք գենը կա, ինքը քո մեջոցով պրոստը ժամանակի մեջ առաջ է գնում։ Հա, դու պետք չես շարունում ես պահի տակ, ինքը քո մեջով անցնում է, ծառի մեջով շարունակվում է, զատիկի կապ չունի, ինքը գենը պրոստը ժամանակի մեջ գնում է առաջ, ինչ-որ բանի միջոցով։ Հա, ու ժամանակի մեջ էլ չդա, հավերժության մեջ, պրոստը խաղում է էլի ախպեր, իրեն։ Չէ, տարբեր ձևերի մեջ կա ուղղակի։ Ու դա շատ այնքան թույն է, ապա գիտես ինչի, որտեղ նայես։ Հիմա դու կաս, թե դու չկաս ախպեր։ Իսկ այդ նույն Շեքսպիրի հարցն է, լինել թե չլինելու հարցի հետ ախպեր ու համեմատական այն է։ Կական, հա։ Հա, հիմա դու կաս թե չկասի թեման ապա։ Ես սենց գիտեմ, էլի։ Սենց գիտեմ որն է, որ խորանս դու այդպես իմանաս, որ ուրիշ իմանալու բան չկա, հետա։ Կամ կաս ախպեր դու, կամ չկաս։ Ու պասուծի երկուսն էլ նույն երևույթն է։ Դու կասել, եթե կաս ուրեմն դու չկաս, եթե չկաս ուրեմն դու կաս։ Հասկանում ես ինչ եմ ասում ախպեր։ Որտեղ դու կամ որպես էգո կաս, կամ որպես պրոստը ինչ-որ բան ախպեր, հենց բան։ Եթե ինչ-որ մի բան կաս, հետո էգո չես կարա չլնես դու, ապա դու տարբերակ չունես չլնելու, էլի հասկանում ես ապա։ Դու հիմա վաղամն ես, ապա միլիարդ տարի հետո ինչ-որ էլի լինելիությունը կա ապա։ Միլիարդ տարի հետո չէ, վաղամը վերջացավ ինչ-որ մի ծառա աճելու։ Ապա հա, դու վաղամի գենի մասին չի խոսքը հասկանում ես։ Ընդհանրապես հա, իմ էներգիան ընկնելու է հողի մեջ գնալու։ Տեսել ես вообще ոնց է վիբրացիան բան սարքում ապա։ Ֆորմա տալի։ Բանում ախպեր, ինտերնետում կա էլի ռոլիկներ ախպեր։ Ոսկի բան, ռեզինի կտոր են ախպեր, հրաքաշանում ասենք ասես։ Հա, աղը որ լսում կամ հա, տեսա։ Այդ ինչ նկարագրությունն է ախպերս, բանի երաժշտության առումով է հետաքրքիր։ Հա, չէ կապի դրա։ դե կապի, անպայման կապի, որտեղ պետք է հետաքրքիր թեմա կլինի։ Դու ասենց սկսում ես ախպեր, ինչ վիբրացիա տալիս ես, ապա այդ վիբրացիային համարժեք աղը շարժվում է ախպեր։ Հա, պատկերն հասկանում ես, հա տարբեր ինչ որ ֆրակտալներ է ախպեր, ինքը նկարում ախպեր։ Ու հիմա տես ինչքան ախպեր, բանը վիբրացիան շատ է, այնքան ախպեր, բանը սիրունանում է ախպեր։ Նախշազարդ է դառնում խոսքի քո տարածությունը։ Դրա համար հիմա ասես բազմազան է, որտեղ ընդ ինչ որտեղ ախպեր կենաց աղբյուրը ասես որ կամ այս որ լամպուշկի մոտիկ գնաս, այս բանը մեջի բանը, ասես մոտիկան գիտես որ վարկյանում չգիտեմ քանի անգամ անջատում միանում։ Հա դե դատանվում է ախպեր գնում գալիս է։ Բայց ամենահետաքրքիրն է նա, որ հիմա կարան ասեն վիբրացիաները չկա, այս կողմը։ Մենք մարդ էակներս, մեր ֆիզիկական զուտ սահմանափակ ենք, էլի, մենք չենք տենում։ Դու չես կարող տենաս ընկել։ Գոյնային ինչ-որ մի հատ։ Չէ, հա։ Երանգներից են կողմ բան չեն։ Երանգները բացի է, վիբրացիան է քեզ ես մարմինը հասկանում ես։ Վիբրացիան էլ էլի, եթե հերցերի վերածենք, մենք 20-ից 20000-ից էս կողմ բան չենք լսում։
Պրոստը ֆիզիկապես ունակ չենք էդի տենանք հասկանալ։ Հա, չես կարող։ Ինքը քո էսի դստեի ապե մեջը տա, հասկանաս, դու ապե դու ոնց է գիտես ինչ լինես, ես պատկերացի, ես մեկ-մեկը տենց եմ ասում ապե, որ չեն ուզում, վերի ձևերից մեկն է, ինչ որ ես ասում եմ պատկերացի, ասես դու լույս ես ապե։ Դու ծեյթում ես, ուսս ծեյփվել ես պատին, ուսս մնացել ես ծեյփաշի։ Մարմնի մասին է խոսքը, պատը մարմինը, ասես եկել ծեյփվել ես ու լրվել ես ապե։ Ու խոսքս նայում ես որ ժամանակը դե մնաց։ Հա, դու ինչ որ պատ ես ամի էլի, ապա մի քիչ հետ գնա։ Իսկ հետ գնա նշանակ չի նշանակում պատը պետք է հետ գնա ապա։ Չէ։ Դու պետք է հետ գնաս, գնաս։ Դու վարանը չես, ապրես ախպեր, որ դու երաշիչ չես, չես, սա պետք է սրպես թափես, որ մա ջոգես տակին ինչ ամնում ապա։ Այդ տակը ոչ մի բան որ մնում, այդ դու այդ ոչ մի բան ես իտողում, էլի։ Ու էդի ապե տոտալ ազատության քեզի բան է տալի էլի ապե որ ասում է հրավիրված են բոլորը բայց ընտրված են ախպեր եզակիները որտեղ հրավիրված են բոլորը ձևը կա բոլորի համար նույնն է ախպեր այ ֆունդամենտը քո ասած նույնն է ախպեր հա գնա ախպեր գնա տես ինչ կա արի կայքավա տեղի ախպեր ոչ թե ընկեր բողոքի որ աշխատավարձ չկա գործ չկա այս չկա ոնց գործ չկա ախպեր Երևանից էլ եկել են ասում են գնում գործի կներես ասում գնում են Երևան աշխատեն դու ասում են ախպեր սա գալիս են գնում են դու գալիս ես ասե գործ չկա ապա եկել են նստեն գիտես ինչքան գործ կա հենց հիմա ախպեր ես անկեղծ եմ ասում բռնած բանվորությունից որ փողոցում ապա հավաքարարից ես հավաքարար էի սկզբից ուզում որպես մտնեի այստեղ հավաքարարն է մի հատ ուրիշ բան է գործ չկա գործ ինչի համար ապա որ գումար աշխատես գումարն ինչի համար որ սամվես վախից որ սամվես ամենաբազային բաները գումար չկա ի՞նչն է քեզ խանգարում գնաս մի հատ հողակ կտորի վրա վարկ ցանես աճացնես ուտես ապա թամբալությունն է իրենք ուզում են որ արած դրած ես այդ ճայլների հետ որ խոսում են այդ թեման ասում ապա դուք ուզում եք որ ձեր համար արդեն սա արած դրած լինի դուք գնաք օգտվեք ապա այդտենց սա սպառողի հոգեբանությունն հասկանում ես սպառողն ապա պատրիբիցելն ապա իր մեջ ստեղծագործական ոչ մի բան չկա, արարչական ոչ մի բան չկա, ինքը ուզում է ապա իր համար սա անեն, ինքը գնա վայել։ Որ դնում է սա ռեկլամների բաները տենում այն։ Ոչ չեմ տեսել։ Թունքի։ Այն այդ օրերն են կապում։ Դից թվում է դի միշտ է եղել, ուղղակի ամեն ժամանակաշրջան իր բանն է, հա։ Ինչ անենք, վերջացնենք։ Ահա, զարթուկլացալն ենք երեխեքից սպասում։ Все դեզետ ախպեր, ապս կարելի է մեկ-մեկ գասես նստել խոսալ էլի ինչ-որ հարց ու պատասխան ինչ-որ բան է ախպեր։ Մեր թեմաներն են վերջանում։ Հա, մեր լույտավույթ հարցերի մեջ լիքը թեմաներ կա, որ կանդիդատներն են անպայման ընթացքում, բայց այսօրվա համար էլ հերիք է։ Ահա, դա ինչ դուրս կա։